Երբ հայրենասիրությունը դառնում է անհարմարություն իշխանության համար։ Երբ ինտելեկտը սկսում է վտանգավոր թվալ ընտրված քաղաքական ուղուց։ Երբ մի մարդ գիտի չափազանց շատ, դիվանագիտական ճանապարհը կարող է վերածվել միակողմանի թռիչքի։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում դեսպան նշանակելու հրամանագիրը, Երևանի դիվանագիտական միջավայրում շատերը խոսեցին պատվավոր աքսորի մասինին։ Հենց 3 ամիս առաջ Հայաստանը կտրուկ շրջադարձ էր կատարել դեպի Մոսկվա, հրաժարվելով Եվրոասոցիացման երազանքից, եւ այդ պահին ամենաազդեցիկ ազգայնական առաջնորդներից մեկին ուղարկեցին հենց Եվրոպայի սիրտ՝ Բեռլին։ Պատահականություն թե հաշվարկված քայլ։ Ինչու էր հայ եղափոխական դաշնակցության ամենախարիզմատիկ ղեկավարներից մեկը, ով կարող էր դառնալ սրացող ընդդիմության խորհրդանիշ, անհանգստացնող հարցերի աղբյուր իշխանության համար, վերածվել հենց այն երկրի դեսպանի, որին Երևանը նոր էր մերժել։ Արդյոք դա ազատություն էր, թե գեղեցիկ պակեր ունեցող կարանտին։ Եվ ինչու ուղիղ 1 տարի անց, հերթական դեկտեմբերի 28-ին, այդ նույն մարդն արդեն մահացած էր Գերմանիայի կլինիկայում, իր հետ տանելով գաղտնիքներ, որոնք կարող էին փոխել մեր պատկերացումները ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի մասին։ Պատմաբաններն ասում են, որ արխիվների փոշին միշտ թաքցնում է ճշմարտությունը։ Բայց երբ այդ արխիվները գտնվում են Բեռլինում, երբ դրանք պահում են 1915 թվականի ցեղասպանության գերմանական վկայությունները, երբ դրանց հետ աշխատող մարդը միաժամանակ հանդիսանում է եւ պրոֆեսիոնալ պատմաբան, եւ դիվանագետ, եւ հիվանդ մարդ, ով գիտի, որ ժամանակը սահմանափակ է, այդ փոշին դառնում է պայթուցիկ նյութ։ Վահան Հովհաննիսյանը Բեռլին չէր գնում արձակուրդի։ Նա այնտեղ հասավ աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջտեղում, երբ Ռուսաստանը նոր էր բռնագրավել Ղրիմը, երբ Արևմուտքը եւ Մոսկվան գտնվում էին բախման շեմին, երբ Հայաստանը կանգնած էր երկու կրակների միջև, եւ երբ Եվրոպան դեռ չէր կարողացել ներել հայկական դավաճանությունը։ Նա գիտեր ավելին, քան պատկանում էր իր պաշտոնին։ Եվ ինչպես ցույց է տալիս ժամանակագրությունը, հենց այդ գիտելիքները կարող էին դառնալ նրա վերջին բեռը։ Բայց ինչ էր իրականում այդ գիտելիքը։ Եվ ինչու Եվրոպան այսօր նախընտրում է լռել այն մասին, թե ինչ գտավ Հովհաննիսյանը Յոհաննես Լեպսիուսի արխիվներում։ Ինչպիսի փաստաթղթեր էր նա ուղարկում Երևան իր վերջին ամիսներին, եւ ինչու Գերմանիայի դիվանագիտական ապարատը արձագանքեց նրա մահվանը զարմանալի սառնությամբ, չնայած դեսպանի միջազգային հեղինակությանն եւ պատմագիտական անվանին։ Այսօր, երբ մենք հետևում ենք նրա հետքերին Բեռլինից մինչև Երևան, երբ փորձում ենք վերականգնել այդ մոլորված տարվա արխիվային աշխատանքի իրական իմաստը, մենք հանդիպում ենք մի պատմության, որը սկսվում է որպես դիվանագիտական նշանակում, շարունակվում է որպես գիտական հետազոտություն եւ ավարտվում է որպես բանալի դեպի ճշմարտություն, որը մինչ այսօր թաքնված է պաշտոնական լռության ծանր վարագույրի ետևում։ Երբ քարտեզի վրա կետավորում ես Երևանից մինչև Բեռլին տանող ուղին, աշխարհագրությունը թվում է պարզ՝ 2000 կիլոմետրից ավելի։ Մի քանի ժամ թռիչք, սովորական դիվանագիտական երթուղի։ Բայց 2013 թվականի դեկտեմբերին այդ երթուղին ուներ ենթատեքստ, որը շատ ավելի խոր էր, քան պարզ աշխարհագրական հեռավորությունը։ Հայաստանը նոր էր կատարել իր անկախության պատմության ամենակտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը, հրաժարվելով Եվրամիության ասոցացվելուց եւ ընտրելով Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությունը։ Եվ այս ընտրությունը Եվրոպայում ընկալվեց ոչ պարզապես որպես քաղաքական որոշում, այլ որպես դավաճանություն։ Բրյուսելն այլևս չէր թաքցնում իր հիասթափությունը։ Բեռլինում Անգելա Մերկելի կառավարությունը խոսում էր կորցրած հույսերի մասին, եւ հենց այդ պահին Երևանը որոշում է ուղարկել Գերմանիա իր նոր դեսպանի, մարդու, ով ոչ թե հռետորաբան կարիերիստ էր, այլ պատմաբան, ազգայնական, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր հայկական հարցին եւ ում համար ցեղասպանության ճանաչման պայքարը չէր եղել պաշտոնական ձևականություն, այլ անձնական առաքելություն։ Վահան Հովհաննիսյանը Բեռլին էր ժամանում որպես կուսակցական ազդեցիկ ինտելեկտուալ, ով տարիներ շարունակ եղել էր իշխանության քննադատը, ով հայտնի էր իր անկոմպրոմիս դիրքորոշումներով եւ ում անունը հայ եղափոխական դաշնակցության շրջանակներում հնչում էր որպես առաջնորդի, ոչ թե ծառայողի հոմանիշ։ Բայց 2013 թվականի աշնան ընթացքում, երբ Հոյոդան պաշտոնապես մտավ իշխող կոալիցիա, երբ Սերժ Սարգսյանի եւ դաշնակցության միջև կնքվեց այն քաղաքական համաձայնությունը, որը շատերը անվանեցին պակտ, Հովհաննիսյանի դերը սկսեց փոխվել։ Նրան առաջարկեցին դեսպանի պաշտոն Գերմանիայում, երկիր, որը միաժամանակ համարվում էր եւ Եվրոպայի տնտեսական շարժիչ եւ պատմական հիշողության կենտրոն, եւ այն վայրը, որտեղ գտնվում էին ցեղասպանության մասին գերմանական արխիվների ամենակարևոր հավաքածուները։
Դիվանագիտական ոլորտում սկսեցին շշնջալ, որ դա էլեգանտ միջոց էր հեռացնելու ազգայնական շարժման ամենաանհարմար ձայներից մեկը Երևանից, առանց ուղղակի բախումների, առանց հրապարակային սկանդալների։ Պատվավոր աքսոր արտահայտությունը Ազատության հրապարակի սրճարաններում արտասանվում էր կիսաժպիտով, կիսակասկածով։ Բայց եթե դա լիներ սովորական պոլիտ-տեխնոլոգիական քայլ, եթե նպատակը լիներ պարզապես հանգստացնել անհարմար դեմքին, Բերլինը տարօրինակ ընտրություն կլիներ։ Քանզի Բերլինը 2014 թվականին դարձել էր Եվրոպայի ամենափոթորկալից քաղաքական արենա։ Ղրիմի բռնակցումը, ուկրաինյան ճգնաժամը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կտրուկ սառեցումը, սանկցիաների ալիքները, բոլոր այդ գործընթացները կենտրոնանում էին հենց Գերմանիայում, եւ Անգելա Մերկելը դարձել էր արևմտյան դիմադրության խորհրդանիշը Պուտինի ագրեսիվ քաղաքականության դեմ։ Հայաստանը, որը նոր էր ընտրել Մոսկվան, այժմ ուներ դեսպան Մերկելի Բերլինում, եւ այդ դեսպանը պատմաբան էր, ով խորանում էր արխիվներում, փնտրելով ոչ թե ներկայի դիվանագիտական լուծումները, այլ անցյալի թաքնված ճշմարտությունները։ Եվ եթե նկատի ունենանք, որ Հովհաննիսյանը պատմական գիտությունների թեկնածու էր, որ նրա ողջ կարիերան կապված էր հայոց ցեղասպանության փաստաթղթավորման հետ, դառնում է անհասկանալի, ինչու իշխանությունը ուղարկեց հենց նրան, ով կարող էր Բերլինի արխիվներում բացահայտել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող էին խանգարել քաղաքական հավասարակշռությանը։ Դեկտեմբերի 28-ին, երբ նշանակման հրամանագիրը պաշտոնապես ստորագրվեց, Երևանի քաղաքական ելիտան արդեն գիտեր, որ Հովհաննիսյանը ծանր հիվանդ է։ Քաղցկերի ախտորոշումը չէր թաքցվում նրանից ընդհանրապես, եւ նա ինքը խոսում էր դրա մասին բաց, առանց դրամատիզմի։ Բայց երբ մի մարդ գիտի, որ ժամանակը սահմանափակ է, երբ նա ընդունում է դեսպանի պաշտոն ոչ թե որպես կարիերայի գագաթնակետ, այլ որպես հնարավորություն կատարել ինչ-որ վերջնական, անավարտ մնացած գործ, դա փոխում է բոլոր մոտիվացիաները։ Հովհաննիսյանը չէր գնում Բերլին վայելելու դիվանագիտական ընդունելությունները կամ բանակցելու առևտրային պայմանագրերի մասին։ Նա գնում էր որպես պատմաբան, որը վերջին հնարավորությունն ուներ մուտք գործել Գերմանիայի ԱԳՆ արխիվներ, որտեղ պահվում էին 1915-ից 19 թվականների դիվանագիտական հաղորդագրությունները, կայսերական Գերմանիայի հյուպատոսների վկայությունները, Յոհաննես Լեպսիուսի եւ Արմին Վեգների փաստաթղթերը։ Եվ եթե ուշադիր նայենք ժամանագրությանը, տեսնում ենք, հավատարմագրերը հանձնելուց հետո 2014 թվականի գարնանը Հովհաննիսյանի գործունեության գլխավոր ուղղությունը դարձավ ոչ թե ընթացիկ դիվանագիտությունը, այլ արխիվային հետազոտական աշխատանքը։ Նա պահանջում էր մուտք դեպի փակ գրադարաններ, հանդիպում էր գերմանացի պատմաբանների հետ, ուսումնասիրում էր գերմանական կայսրության դերը Օսմանյան կայսրության հետ համագործակցության մեջ։ Ինչ էր նա փնտրում։ Եվ ինչու Գերմանիայի դիվանագիտական ապարատը, որը սովորաբար ցուցաբերում է անխափան քաղաքավարություն, հանկարծ դարձավ ցուրտ, երբ խոսքը վերաբերում էր Հայաստանի դեսպանի հարցումներին։ Երրորդ Ռայխի արխիվները երբեք չեն եղել ամբողջովին բաց, եւ հատկապես այն բաժինները, որոնք վերաբերում են արևելյան հարցին, Օսմանյան կայսրության փլուզմանը, սահմանների վերագծմանը, Սևրի եւ Լոզանի պայմանագրերին։ Գերմանիան, որը երկու համաշխարհային պատերազմներում ուներ կարդինալ դեր, պահպանում էր թաքնված փաստաթղթերի ամբողջ շերտ, որոնք կարող էին նոր լույս սփռել այն դեպքերի վրա, որոնք ձևավորեցին ժամանակակից Մերձավոր Արևելքը։ Եվ եթե Հովհաննիսյանը որպես պաշտոնական դեսպան պահանջեց մուտք դեպի այդ արխիվներ, գերմանական կողմը կարող էր հայտնվել դժվար դիրքում։ Մերժել պաշտոնական դիվանագետին, թե թույլ տալ, որ նա տեսնի այն, ինչ տասնամյակներ շարունակ թաքցվել է։ Բայց կար մեկ այլ հարց, որը շատ ավելի անհանգստացնող էր Երևանի համար։ Երբ Հովհաննիսյանը հայտնեց, որ կազմակերպում է գիտական կոնֆերանս Բերլինում, նվիրված ցեղասպանության 100-ամյակին, երբ նա սկսեց հրավիրել միջազգային պատմաբանների, ովքեր աշխատում էին գերմանական արխիվների հետ, իշխանությունը Երևանում սկսեց լսել տագնապալի ազդանշաններ։ Քանզի Հովհաննիսյանը այլևս չէր աշխատում որպես պետական դիվանագետ, ով պաշտպանում է ընթացիկ քաղաքականությունը, այլ որպես պատմաբան հետազոտող, ով փորձում էր վերականգնել ամբողջական պատկերը այն մասին, թե ինչպես Եվրոպան, Ռուսիան եւ Գերմանիան բաժանեցին Կովկասը եւ Անատոլիան 1915-ից հետո, եւ թե ինչպիսի գաղտնի պայմանավորվածություններ կային նրանց միջև։ Եվ եթե այդ գաղտնիքները բացվեին, եթե փաստաթղթերը ապացուցեին, որ Արևմուտքը գիտեր ցեղասպանության մասին իրական ժամանակում եւ ընտրեց լռել քաղաքական շահերի համար, դա կարող էր ունենալ ոչ միայն պատմագիտական, այլև ներկա աշխարհաքաղաքական հետևանքներ։ Արդյոք հենց դա էր Հովհաննիսյանի իրական առաքելությունը Բերլինում, թե նա պարզապես հետևում էր իր ակադեմիական հետաքրքրություններին, չիմանալով, որ մուտք է գործում վտանգավոր տարածք,
որտեղ պատմությունը եւ ներկա քաղաքականությունը միախառնվում են անբաժան կերպով։ Երբ արխիվների դռները բացվում են, երբ փոշոտ թղթերի միջից սկսում են երևալ անունները, ամսաթվերը, դեպքերի նկարագրությունները, որոնք տասնամյակներ պահվել են փակ, հետազոտողը միշտ զգում է այն հարցի ծանրությունը. արդյոք նա պատրաստ է իմանալ ճշմարտությունը, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը փոխի ամեն ինչ։ Բերլինի արտաքին գործերի նախարարության արխիվները, որոնք պահում են գերմանական դիվանագետների հաղորդագրությունները Օսմանյան կայսրությունից, երբեք չեն եղել ամբողջությամբ մատչելի հասարակայնությանը։ Ճիշտ է, որ Վայմարյան հանրապետության շրջանում մի մասը հրապարակվել է Յոհաննես Լեպսիուսի կողմից, նրա հայտնի «Գերմանիան եւ Հայաստանը» աշխատության մեջ։ Բայց նույնիսկ այդ հրապարակումը եղել է խմբագրված, ֆիլտրավորված, մաքրված քաղաքականորեն զգայուն դետալներից։ Բայց 1990-երորդ եւ 2000-ականների սկզբին, երբ Գերմանիան սկսեց աստիճանաբար բացել իր պատմական արխիվները որպես պատմական ներողամտության մաս, հայ հետազոտողները սկսեցին մուտք ունենալ նախկինում անհասանելի փաստաթղթերի։ Եվ Վահան Հովհաննիսյանը, որպես պաշտոնական դեսպան եւ միաժամանակ պատմական գիտությունների թեկնածու, ուներ այն հազվագյուտ արտոնությունը, որ կարող էր պահանջել մուտք ավելի խորը դեպի այն շերտերը, որոնք սովորական հետազոտողների համար դեռևս փակ էին։ Լեպսիուսի արխիվը ինքնին մի առանձին պատմություն է։ Այս գերմանացի հումանիստ հոգևորականը, ով անձամբ ճանապարհորդել էր Օսմանյան կայսրություն 1916-ին եւ տեսել էր ցեղասպանության հետևանքները, վերադարձել էր Գերմանիա, փորձելով արթնացնել եվրոպական խղճմտանքը։ Նրա հավաքած փաստաթղթերը ներառում էին գերմանական հյուպատոսների գաղտնի հեռագրեր, օրագրային նշումներ, վկայություններ։ Բղայց նույնիսկ Լեպսիուսը ստիպված էր եղել ինքնագրաքննության ենթարկել իր նյութերը Գերմանիայի արտաքին քաղաքականության շահերի համար։ Կայսերական Գերմանիան եղել էր Օսմանյան կայսրության դաշնակիցը առաջին համաշխարհային պատերազմում, եւ ցանկացած փաստաթուղթ, որը ցույց էր տալիս գերմանական իշխանությունների գիտակցությունը ցեղասպանության մասին եւ նրանց թույլտվությունը նրանց թուրք դաշնակիցներին, կարող էր վնասել Գերմանիայի հետպատերազմյան դիրքերին։ Այս պատճառով Լեպսիուսի թողած մանուսկրիպտի բազմաթիվ էջեր երբեք չեն հրապարակվել, եւ դրանց ճակատագիրը մինչ օրս մնում է խորհուրդ։ Երբ Հովհաննիսյանը 2014 թվականի գարնանը սկսեց պաշտոնապես պահանջել մուտք դեպի Լեպսիուսի անթողարկված արխիվները, նա գիտեր, որ մտնում է զգայուն տարածք։ Գերմանացի պատմաբաններից ոմանք, ովքեր համակարգված աշխատում էին այդ նյութերի հետ, զգուշացրին, որ չհրապարակված մասերում առկա են այնպիսի հեռագրեր, որոնք մանրամասն նկարագրում են գերմանական զինվորական խորհրդականների ներկայությունը թուրքական բանակում, հենց այն ժամանակ, երբ սկսվում էին կոտորածները, եւ որ այդ խորհրդականներից ոմանք ուղարկել էին զեկույցներ Բերլին, նկարագրելով հայերի բռնի տեղահանությունները որպես ռազմական անհրաժեշտություն։ Եթե այդ փաստաթղթերը հրապարակվեին ամբողջությամբ, դրանք կցույց տային, որ գերմանական կայսրության ռազմական ելիտան ոչ միայն գիտեր ցեղասպանության մասին իրական ժամանակում, այլև համարել էր այն ընդունելի զինվորական գործողություն, քանի դեռ դա ծառայում էր կենտրոնական տերությունների հակառուսական ռազմավարությանը Կովկասում։ Սա ավելին էր, քան պարզապես պատմական հաստատում։ Սա քաղաքական պայթյուն էր Գերմանիայի համար, որը մինչ օրս փորձում էր պահպանել հեռավորություն ցեղասպանության իրավական ճանաչման հարցում։ Բայց Հովհաննիսյանը հետաքրքրված էր ոչ միայն ցեղասպանության ընթացքով։ Նա փնտրում էր մեկ այլ բան՝ այն գաղտնի դիվանագիտական պայմանագրերը, որոնք կնքվել էին առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր եւ երբ արևմտյան տերությունները բաժանում էին Մերձավոր Արևելքը։ Նա փնտրում էր Սևրի պայմանագրի գաղտնի հավելվածները, որոնք երբեք չեն վավերացվել, բայց որոնք ցույց էին տալիս անգլո-ֆրանսիական կողմերի իրական մտադրությունները Հայաստանի եւ Արևմտյան Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Եվ նա փնտրում էր Լոզանի գաղտնի արձանագրությունները, երբ Թուրքիան կարողացավ հետ վերցնել բոլոր զիջումները, որոնք Սևրում տվել էին հայերին, եւ երբ Արևմուտքը լռեց, որովհետեւ Կեմալ Աթաթյուրքի Թուրքիան դարձել էր հակակոմունիստական ռազմավարական գործմավարական գործընկեր։ Այս փաստաթղթերը, եթե գտնվեին, ցույց կտային, որ հայկական հարցը զոհաբերվել է մեծ խաղի համար, որ դա չեղել է պարզապես պատմական աղետ, այլ հաշվարկված քաղաքական որոշում։ Եվ հենց այդ փնտրտուքի մեջ էր, որ Հովհաննիսյանը սկսեց զգալ անհանգստացնող ուշադրություն իր նկատմամբ։ Գերմանական պաշտոնյաներ, ովքեր նախկինում համագործակցում էին իր հետազոտությունների հետ, հանկարծ դարձան անհասանելի։ Նրա հարցումները դեպի արխիվներ սկսեցին ստանալ դանդաղ պատասխաններ, քննարկման մեջ է, պահանջում է լրացուցիչ թույլտվություն, այդ մատյանը դեռ չի թվայնացվել։ Մի քանի անգամ նա զգաց, որ իր էլեկտրոնային նամակագրությունը դիտարկվում է, եւ երբ նա քննարկում էր դա գերմանացի պատմաբանների հետ անձամբ, նրանք խուսափում էին ուղիղ պատասխանելուց,
բայց նրանց աչքերում երևում էր հասկացողություն։ Ինչ որ մեկը չէր ցանկանում, որ Հովհաննիսյանը շարունակի իր հետազոտությունները, բայց ով եւ ինչու։ Հնարավոր է, որ պատասխանը կապված էր ոչ թե միայն անցյալի հետ, այլ նաեւ ներկայի հետ։ 2014 թվականը Եվրոպայում տարի էր, երբ Ռուսաստանը բռնակցրեց Ղրիմը, երբ ուկրաինյան ճգնաժամը սրվեց, երբ Արևմուտքը փորձում էր ձևավորել միասնական ճակատ Պուտինի դեմ։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոպայի սահմանը Մերձավոր Արևելքի հետ, դառնում էր ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր։ Եվ եթե Գերմանիան պաշտոնապես ճանաչեր հայոց ցեղասպանությունը, ինչպես Բունդեսթագը արեց 2016-ին, կամ եթե հրապարակվեին արխիվներ, որոնք ցույց կտային գերմանական մեղավորությունը, դա կարող էր վնասել Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին հենց այն պահին, երբ Անգելա Մերկելին անհրաժեշտ էր Էրդողանի համագործակցությունը միգրանտական ճգնաժամի լուծման համար։ Հովհաննիսյանը իր պատմական հետազոտություններով անգիտակից կերպով մտնում էր աշխարհաքաղաքական հավասարման մեջ, որտեղ անցյալը եւ ներկան հատվում էին սրամետ անկյունով։ Բայց արդյոք նա գիտակցում էր այդ վտանգը։ Արդյոք նա պարզապես մոլորված էր իր ակադեմիական հետաքրքրություններում, թե ինչ որ մակարդակով գիտեր, որ իր հետազոտությունները կարող են ունենալ ավելին, քան պարզապես պատմագիտական արժեք։ Երբ մարդու կյանքը սկսում է չափվել ոչ թե տարիներով, այլ չկատարված առաքելությունների ցանկով, երբ ախտորոշումը վերածվում է հետընթաց հաշվարկի, երբ յուրաքանչյուր առավոտ արթնանալը նշանակում է եւս մեկ օր, ավարտելու այն, ինչը պետք է մնար քո հետքը պատմության մեջ, այդ պահից սկսվում է ընտրությունների ամենաառեղծվածային փուլը։ Վահան Հովհաննիսյանը Բերլինի առավոտյան լույսի տակ նստում էր իր աշխատասենյակում, եւ նրա գրասեղանանին ոչ թե ընթացիկ դիվանագիտական հարցագրեր էին ընկած, այլ Յոհաննես Լեպսիուսի փաստաթղթերի լուսապատճենները, 1915 թվականի գերմանական հյուպատոսների հեռագրերը, խորհրդավոր գրառումներով աշխատանքային տետրերը։ Սենյակում օդը ծանր էր թղթի հնացած հոտից, փոշուց, որը կարծես մարմնավորում էր թաքնված ժամանակների հիշողությունը, եւ նա գիտեր, յուրաքանչյուր նոր էջ բացելիս կարող էր գտնել այն մի նախադասությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց ինչպես կարող է մի մարդ, որը պաշտոնապես ներկայացնում է պետություն, միաժամանակ լինել պատմաբան հետազոտող, որը փորում է փաստեր, որոնք կարող են հակասել իր սեփական կառավարության հանրային դիրքորոշմանը։ Ինչպես կարող ես ծառայել երկու տերերի՝ քո երկրի ներկային եւ քո ժողովրդի անցյալին, երբ այդ երկուսը սկսում են հակասել իրար։ Գերմանական արխիվներում, որտեղ պահվում էին կայսերական դիպլոմատիայի գաղտնիքները, գոյություն ուներ մի հատուկ բաժին, նշված որպես արևելյան հարցի գաղտնի թղթապանակներ, եւ այդ թղթապանակները հասանելի էին միայն բարձրագույն ակադեմիական վավերացում ունեցող հետազոտողների համար կամ պետական մարմինների պաշտոնական հարցումների դեպքում։ Հովհաննիսյանը որպես դեսպան ուներ այն իրավական կարգավիճակը, որը թույլ էր տալիս ներկայացնել պաշտոնական հարցում, բայց յուրաքանչյուր անգամ, երբ նա դիմում էր արխիվի ղեկավարությանը, պահանջելով մուտք դեպի հատուկ խմբաքանակներ, նա նկատում էր, թե ինչպես գերմանացի պաշտոնյաները փոխանակում էին նայվածքներ, ինչպես նրանց քաղաքավարի հարցերը, ինչ նպատակով է անհրաժեշտ այս կոնկրետ մատյանը, դառնում էին ավելի եւ ավելի պնդող։ Նա զգում էր, որ խաղի կանոնները փոխվել են, որ այն, ինչը 3 ամիս առաջ թվում էր սովորական ակադեմիական հարցում, այժմ դառնում էր քաղաքական զգայմության առարկա։ Բայց ինչու հենց այժմ եւ ինչից էին վախենում։ Արդյոք իրականում գոյություն ուներ մի փաստաթուղթ, որը կարող էր վտանգել ոչ միայն պատմական ճշմարտությունը, այլև ներկա քաղաքական հավասարակշռությունը։ 2014 թվականի ապրիլին Հովհաննիսյանը ստացավ անսպասելի հրավեր մասնակցել փակ գիտաժողովի, որը կազմակերպվել էր Բերլինի Հումբոլդտի համալսարանում, նվիրված առաջին համաշխարհային պատերազմի դիվանագիտական ենթատեքստերին։ Հրավերը եկել էր ուղղակիորեն պրոֆեսոր Վոլֆգանգ Գուստի կողմից, ով համարվում էր Գերմանիայի առաջատար մասնագետներից մեկը գերմանա-օսմանյան հարաբերությունների ոլորտում, եւ ով տարիներ շարունակ աշխատել էր արտաքին գործերի նախարարության արխիվի հետ։ Գուստը հայտնի էր իր խստությամբ, իր անողոք ակադեմիական չափանիշներով, բայց նաեւ իր համարձակությամբ, հրապարակելու անհարմար փաստեր, նույնիսկ եթե դրանք հակասում էին պաշտոնական պատմագրությանը։ Երբ Հովհաննիսյանը հանդիպեց Գուստին ժողովից առաջ, գերմանացի պրոֆեսորը խոսեց կիսաշշուկով, անկյունային սրճարանում, որտեղ չկային այլ լսողներ։ Պարոն դեսպան, դուք փնտրում եք մի բան, որին ես 10 տարի է աշխատում եմ, ասաց Գուստը, եւ նրա ձեռքերը թրթրում էին, երբ նա բացեց իր նոթբուքում մի էջը։ Կա մի հեռագիր, որը ուղարկվել է 1916 թվականի փետրվարի 12-ին Բերլին, Էրզրումի գերմանական հյուպատոսից, եւ այդ հեռագիրը երբեք չի ընդգրկվել Լեպսիուսի հրատարակված ժողովածուում։ Այն նկարագրում է մի հանդիպում, որտեղ մասնակցել են օսմանյան բարձրաստիճան սպաներ, գերմանական ռազմական խորհրդականներ
եւ մի անձ, որին նշում են որպես ռուս լրտես հայ ծագումով։ Այդ անձին հարցաքննել են եւ նա ասել է, որ ռուսական կայսրությունն իրականում ունի գաղտնի պայմանավորվածություն Բրիտանիայի հետ, պատերազմից հետո բաժանելու Անատոլիան, եւ որ հայերը պետք է օգտագործվեն որպես պատճառաբանություն ռուսական միջամտության համար։ Հետո այդ մարդուն գնդակահարել են որպես դավաճան, բայց հեռագրում գերմանացի հյուպատոսը կասկածում է, որ այս տեղեկատվությունը հասել է թուրք իշխանությունների մոտ եւ ազդել է նրանց որոշման վրա, սկսել հայերի զանգվածային տեղահանությունը։ Հովհաննիսյանը նստեց անշարժ, սառած սուրճի բաժակը ձեռքին, եւ նրա միտքը աշխատում էր արագությամբ, որը հակասում էր նրա հիվանդ մարմնի թուլացած վիճակին։ Եթե այս փաստաթուղթը իրական էր, եթե այն ցույց էր տալիս, որ ցեղասպանության սկիզբը կապված էր աշխարհաքաղաքական ներխուժման կասկածների հետ, որ թուրքերը գործել են ոչ միայն ներքին ատելությունից, այլև արտաքին մանիպուլյացիայի պատճառով, դա կփոխեր ողջ պատմական պատկերացումը։ Բայց ավելի կարևորն այն էր, որ եթե ռուսական կայսրություն ունեցել է գաղտնի պլաններ օգտագործել հայ հարցը որպես քաղաքական գործիք, դա նշանակում էր, որ հայերը զոհաբերվել էին երկու կողմից, եւ թուրքերի կողմից, եւ ռուսների կողմից, եւ Գերմանիան լռել է, որովհետեւ դա ծառայում էր իր իսկ ռազմավարական շահերին։ Ինչու եք դուք ասում դա ինձ, հարցրեց Հովհաննիսյանը, եւ նրա ձայնը հնչեց ավելի թույլ, քան նա ցանկանում էր։ Գուստը փակեց նոթբուքը եւ նայեց դեսպանի աչքերի մեջ։ Որովհետեւ ես կարծում եմ, որ դուք այն մարդն եք, ով պետք է իմանա սա, բայց ես նաեւ կարծում եմ, որ դուք պետք է պատրաստ լինեք հետևանքներին։ Եթե դուք փորձեք հրապարակել այս փաստաթուղթը, Գերմանիայի կառավարությունը կմերժի դրա իսկությունը։ Թուրքիան կօգտագործի այն որպես ապացույց, որ հայերը եղել են ռուսական լրտեսներ, եւ Ռուսաստանը կհերքի ցանկացած կապ։ Եվ դուք, որպես Հայաստանի դեսպան, կհայտնվեք քաղաքական փոթորիկի կենտրոնում, որտեղ բոլորը կցանկանան ձեր լռությունը։ Հովհաննիսյանը գիտեր, որ Գուստը ճիշտ էր խոսում, բայց նա նաեւ գիտեր, որ եթե այս փաստաթուղթը կորչի, եթե այն երբեք չհրապարակվի, ապա պատմությունը կմնա այնպես, ինչպես գրվել է հաղթողների կողմից, պարզեցված, ֆիլտրավորված, մաքրված անհարմար ճշմարտություններից։ Նա վերադարձավ դեսպանատուն այդ երեկո եւ բացեց իր անձնական նոթբուքը, այնտեղ, որտեղ նա գրառումներ էր անում իր հետազոտությունների մասին, եւ նա գրեց մեկ նախադասություն, որը կրկնվեց 3 անգամ տարբեր էջերում։ Կարծես նա փորձում էր համոզել ինքն իրեն կամ զգուշացնել ապագա ընթերցողին։ Ճշմարտությունը միշտ ունի գին, բայց լռությունը ունի ավելի մեծ գին։ Բայց արդյոք նա պատրաստ էր վճարել այդ գինը։ Արդյոք նա իրավունք ուներ վճարել այդ գինը ոչ միայն իր, այլև իր երկրի անունից, երբ Հայաստանը հենց այդ պահին կանգնած էր աշխարհաքաղաքական ճեղքի վրա, փորձելով հավասարակշռել Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Երբ պատմաբանը դառնում է դիվանագետ, երբ գիտելիքը վերածվում է քաղաքական ակտիվի, երբ արխիվային փաստաթուղթը ունենում է ներկա լարվածություն ստեղծելու ուժ, այդ մարդը հայտնվում է անտեսանելի դիտորդների ուշադրության կենտրոնում։ Մայիսի սկզբին Հովհաննիսյանը սկսեց նկատել անսովոր մանրամասներ իր առօրյա կյանքում, որոնք առանձին կարող էին թվալ պատահական, բայց միասին կազմում էին անհանգստացնող օրինաչափություն։ Նրա սպասարկուն դեսպանատանը երիտասարդ գերմանացի կին անունով Գրետա, ում նա վստահում էր եւ ով աշխատում էր այնտեղ 2 տարի, մի օր նշեց, որ տեսել է անծանոթ մարդկանց, ովքեր կանգնած էին դիմացի փողոցում եւ նկարում էին դեսպանատան մուտքը։ Երբ նա մոտեցել էր նրանց հարցնելու, նրանք պարզապես հեռացել էին, առանց բացատրությունների։ Հովհաննիսյանի անձնական էլեկտրոնային փոստը, որը նա օգտագործում էր ակադեմիական նամակագրության համար, սկսեց ստանալ տարօրինակ սպամ նամակներ, պատահական թվերի եւ սիմվոլների հաջորդականություններով, որոնք նման էին անիմաստ կոդերի, բայց որոնք կրկնվում էին կանոնավոր կերպով։ Երբ նա դիմեց դեսպանատան տեխնիկական աջակցության համար, գերմանացի ՏՏ մասնագետը ասաց, որ դա կարող է լինել ֆիշինգի փորձ, բայց խորհուրդ տվեց փոխել բոլոր գաղտնաբառերը եւ ավելի լավ է օգտագործել անձնական սարքեր, ոչ թե դեսպանատան համակարգիչները։ Ավելի անհանգստացնող էր այն, ինչ տեղի ունեցավ հունիսի միջին։ Հովհաննիսյանը պայմանավորվել էր հանդիպել պրոֆեսոր Գուստի հետ նրա անձնական գրադարանում, որտեղ Գուստը պահպանում էր Լեպսիուսի արխիվի անձնական լուսապատճենները։ Հանդիպումը նախատեսված էր երեկոյան ժամը 5-ին, բայց երբ Հովհաննիսյանը հասավ Գուստի բնակարան, նա գտավ դուռը բաց եւ գրադարանը լիովին յուրացված վիճակում։ Գրքերը ցրված էին հատակին, գրասեղանի դարակները բացված էին եւ ամենակարևորը, Գուստի անձնական արխիվային պանակները բացակայում էին։ Երբ ոստիկանությունը ժամանեց, նրանք գրանցեցին դեպքը որպես սովորական գողություն, թեև ոչինչ արժեքավոր, ոչ էլեկտրոնիկա, ոչ փող, ոչ զարդեր չէր վերցված, միայն փաստաթղթերը։
Գուստը, երբ վերադարձավ, նստեց գրադարանի մեջտեղում եւ նայեց Հոաֆանիսյանի աչքերի մեջ այնպիսի հայացքով, որտեղ կային եւ վախ, եւ զայրույթ, եւ անզորություն։ Նրանք գիտեին ճիշտ, թե ինչ է նրանց պետք, ասաց Գուստը։ Ես ունեի 3 պանակ, նշված որպես հայկական հարց, եւ բոլոր 3-ն էլ վերցրել են, ոչինչ այլ։ Ինչու։ Հովանիսյանը չպատասխանեց, բայց նա գիտեր պատասխանը։ Ինչ որ մեկը, ով ուներ ռեսուրսներ եւ տեղեկատվություն, ցանկանում էր արգելափակել նրա հետազոտությունները, նախքան նա կկարողանա հասնել վերջնական եզրակացությունների։ Բայց ով էր այդ ինչ որ մեկը։ Գերմանական գաղտնի ծառայությունը, որը պահպանում էր պետական շահերը, թուրքական լրատվական ցանցը, որը հետևում էր ցանկացած գործունեության, որը վերաբերում էր ցեղասպանության փաստաթղթավորմանը, թե գուցե ավելի բարդ խաղացող միջազգային լոբբի, որը շահագրգռված էր պահպանել Մերձավոր Արևելքի ներկա աշխարհաքաղաքական կարգը։ Եվ ամենավատ սցենարը, արդյոք իր սեփական կառավարությունը, Երևանի ինչ-որ ստվերային հատվածը, որը վախենում էր, որ Հովանիսյանի բացահայտումները կարող են վնասել Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ, եթե ապացուցվեր, որ ռուսական կայսրությունը ևս մեղավոր էր հայերի ողբերգության մեջ։ Սա ամենաշահեկան տարբերակն էր, բայց նաև ամենադառը։ Այն գիշերը Հովանիսյանը երթար նստեց իր աշխատասենյակում դեսպանատանը եւ գրեց երկար նամակ Երևան, հասցեագրված արտաքին գործերի նախարարությանը։ Նամակում նա մանրամասն նկարագրեց իր հետազոտությունների արդյունքները, այն փաստաթղթերը, որոնց հետքերին էր հասել, Գուստի գրադարանի ավազակոծումը եւ իր կասկածները, որ նա դարձել է լրտեսման առարկա։ Նա պահանջեց պաշտոնական ցուցում, արդյոք նա պետք է շարունակի իր պատմագիտական աշխատանքները, թե կենտրոնանա սովորական դիվանագիտական պարտականությունների վրա։ Նա ուզում էր պարզ պատասխան, բայց նա նաև գիտեր, որ այդպիսի պատասխան երբեք չի գալիս պարզ ձևով։ Նամակը ուղարկվեց գաղտնագրված դիվանագիտական փոստով, բայց պատասխանը, երբ այն ժամանեց 2 շաբաթ անց, եղավ խորհրդավոր լռություն, քողարկված քաղաքավարի ձևականությունների տակ։ Հարգելի պարոն դեսպան, ձեր նամակը ստացված է եւ քննարկման տակ է համապատասխան բաժինների կողմից։ Միջանկյալ ժամանակում խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ ընթացիկ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես Հայաստանի Հանրապետության անունից անհատական նախաձեռնություններ։ Բարերը քաղաքավարի էին, բայց ենթատեքստը պարզ՝ դադարիչ փորել։ Բայց Հովանիսյանը չէր կարող դադարել։ Ոչ թե պարզապես պինդ գլխության պատճառով, այլ որովհետև նա զգում էր, որ հասել է այնպիսի կետի, երբ հետ շրջվելը նշանակում էր դավաճանություն, ոչ թե իր կառավարության, այլ իր սեփական խղճի նկատմամբ։ Նա որոշեց փոխել մոտեցումը։ Եթե պաշտոնական ուղիներով նա չէր կարող հասնել փաստաթղթերին, նա կաշխատեր ոչ պաշտոնական ցանցերով։ Նա սկսեց հանդիպումներ կազմակերպել հայ սփյուռքի պատմաբանների հետ, ովքեր ապրում էին Գերմանիայում եւ ովքեր տարիներ շարունակ անկախ հետազոտություններ էին անցկացրել ցեղասպանության մասին։ Նրանցից շատերը ունեին սեփական աղբյուրներ, սեփական կապեր գերմանական ակադեմիական միջավայրում, եւ նրանք հիացած էին, որ Հայաստանի պաշտոնական դեսպանը հետաքրքրված էր ոչ թե պարզապես ձևական հիշատակումներով, այլ իրական պատմագիտական հետազոտությամբ։ Բայց նրանցից ոմանք նաեւ զգուշացրին նրան։ Պարոն դեսպան, դուք մտնում եք տարածք, որտեղ շատերը արդեն մահացել են, ասաց Հրանտ անունով մի ծերումի, ով գերմանական արխիվներում աշխատում էր 40 տարի։ Ոչ թե բառացիորեն մահացել, թեև մի քանիսը այո, այլ ակադեմիական մահ։ Նրանց կարիերան ավարտվել է, նրանց հետազոտությունները արգելափակվել են, նրանց անունները բարբարվել են որպես կողմնակալների։ Եթե դուք իսկապես ցանկանում եք գտնել այն, ինչ փնտրում եք, պետք է պատրաստ լինեք կորցնել ամեն ինչ։ Հարցը. արդյոք դուք պատրաստ եք։ Հովանիսյանը նայեց ծերունու աչքերի մեջ, եւ նա գիտեր, որ պատասխանը այո էր։ Ոչ թե որովհետև նա հերոս էր, ոչ թե որովհետև նա չվախենում էր հետևանքներից, այլ որովհետև նա գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է, որ քաղցկեղը, որը արդեն տարածվում էր նրա ներսում, չէր տալու նրան երկրորդ հնարավորություն։ Եվ եթե նա չաներ սա հիմա, եթե նա ընտրեր անվտանգությունը, դիվանագիտական ձևականությունները, քաղաքավարի լռությունը, նա կմեռներ, իմանալով, որ ունեցել է հնարավորություն փոխել ինչ-որ բան եւ չէր օգտագործել այն։ Եվ դա էր ամենավատ մահը առանց իմաստի, առանց հետքի, առանց ճշմարտության։ Նա ասաց Հրանտին. «Ասացեք ինձ, թե որտեղ պետք է սկսեմ»։ Եվ ծերունին ժպտաց, ոչ ուրախությունից, այլ ճանաչողությունից, որ նա տեսել է նույն որոշումը բազմաթիվ այլ մարդկանց մեջ, ովքեր ընտրել էին ճշմարտությունը անվտանգության փոխարեն։ «Կա մի տեղ», ասաց Հրանտը, որտեղ պահվում են փաստաթղթերը, որոնք երբեք պաշտոնապես չեն գոյություն ունեցել։ Մենք այն անվանում ենք փողոցի արխիվը,
անձնական հավաքածուները, որոնք պատկանել են գերմանացի դիվանագետների ծնկներին եւ որոնք երբեք չեն հանձնվել պետությանը։ Եթե գոյություն ունի այն հեռագիրը, որի մասին Գուստը ձեզ ասել է, այն կարող է լինել այնտեղ, բայց մուտքը դժվար է եւ գինը բարձր։ Արդյոք Հովհաննիսյան էր անվերադարձը, որ նա հենց այդ պահին անել էր ոչ թե պարզապես հետաքրքրասեր պատմաբան, այլ մարդ, ով սկսում է անտեսանելի պատերազմում հիշողության, ճշմարտության եւ լռության դեմ։ Արդյոք նա կանխատեսեց, որ այդ որոշումը կորոշեր ոչ միայն նրա մնացած օրերի ընթացքը, այլև նրա մահվան հանգամանքները։ Եվ ամենակարևոր հարցը. եթե նա գիտեր, թե ինչ գին պետք է վճարի, արդյոք նա կշարունակեր։ Երբ պատմաբանը փնտրում է թաքնված ճշմարտությունը, նա երբեմն հայտնվում է տեղերում, որտեղ պաշտոնական արխիվները չեն հասնում, որտեղ պատմությունը պահվում է ոչ թե պետական գրադարաններում, այլ անձնական պահարաններում, ընտերում, ընտանեկան տուփերում, գաղտնի հավաքածուներում, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ, այն մարդկանց միջև, ովքեր հավատում են, որ մի օր ժամանակը կգա, երբ այդ փաստաթղթերը կարող են փոխել ամեն ինչ։ Հրանտը տարավ Հովհաննիսյանին Բերլինի Կրոյցբերգ թաղամաս, հին շենք, որի ճակատը ծածկված էր գրաֆիտիներով, բայց որի ներսում գտնվում էր մի պահեստ, լի խոնավության հոտով եւ անցյալի ծանրությամբ։ Այնտեղ, մութ սենյակում, որտեղ լույսը ներթափանցում էր միայն փոքրիկ պատուհանից, թղթապանակներ էին դասավորված ոչ թե ծածկագրված համակարգով, այլ ժամանակագրական շեղ տրամաբանությամբ, որը միայն պահարանի տերն էր հասկանում։ Այդ տերը 70 տարեկան գերմանացի էր, անունով Կուրտ, ում պապը ծառայել էր որպես կայսերական Գերմանիայի հյուպատոս Տրապիզոնում 1915-16 թվականներին, եւ ով իր մահվան ժամանակ թողել էր թոռը 2 ճամպրուկ լի անձնական նամակներ, հեռագրերի օրինակներ եւ գաղտնի մեմուարներ, որոնք երբեք պաշտոնապես չհրապարակվեցին։ Կուրտը, երբ նստեց Հովհաննիսյանի հետ հակառակ սուրճի բաժակ ձեռքին, խոսեց դանդաղ, ընտրելով յուրաքանչյուր բառ զգուշորեն։ Իմ պապը մինչև մահը չխոսեց այն մասին, ինչ տեսավ Տրապիզոնում, սկսեց նա։ Նա վերադարձավ Գերմանիա 1919-ին եւ ըստ պաշտոնական փաստաթղթերի նա առողջական պատճառներով ստիպված եղավ թողնել ծառայությունը, բայց իրականում նրան ստիպել էին լռել։ Նրան սպառնացին, որ եթե նա հրապարակի իր վկայությունները, նրա ընտանիքը կտուժի, նրա կենսաթոշակը կկտրեն, նրա անունը կվարկաբեկեն։ Գերմանական կայսրությունը չէր ցանկանում, որ աշխարհը իմանա, թե որքան խորը ներգրավված էին գերմանացի սպաները Օսմանյան կայսրության ռազմական գործողություններում եւ մասնավորապես հայերի տեղահանության կազմակերպման մեջ։ Եվ այսպես, իմ պապը ընտրեց ընտանիքը ճշմարտության փոխարեն, բայց նա պահեց փաստաթղթերը, թողնելով մեզ, որպիսի մի օր, երբ պատերազմների հիշողությունը թուլանա, երբ աշխարհաքաղաքական ճնշումները փոխվեն, մենք կարողանանք հրապարակել դրանք առանց վտանգի։ Բայց այդ ժամանակն այսքան երկար ուշացավ։ Եվ հիմա ես ծեր եմ, եւ ես չգիտեմ, թե իմ երեխաները կունենան քաջությունը շարունակել այդ առաքելությունը։ Հովհաննիսյանը հարցրեց. արդյոք այդ փաստաթղթերի մեջ կար հեռագիրը, որի մասին խոսել էր Գուստը։ Կուրտը ելավ, գնաց դեպի հին պահարան, որի տակ թաքնված էր երկաթե տուփ, եւ բացեց այն հին ամրիչով։ Նա հանեց փաթեթ փաստաթղթեր, որոնք փաթաթված էին կտավի մեջ, եւ զգուշորեն դրանք դրեց սեղանի վրա։ Հովհաննիսյանի սիրտը զարկում էր արագ, ձեռքերը թրթռում էին, երբ նա սկսեց թերթել էջերը։ Դրանք գրված էին գերմաներեն, հին դիվանագիտական լեզվով, դժվար ընթերնելի ձեռագրով, բայց բովանդակությունը կարդալով նա զգաց, որ մարմինը սառում է։ Այստեղ էր այն հեռագիրը 1916 թվականի փետրվարից, որը նկարագրում էր հարցաքննությունը հայ լրտեսի, որը խոստովանել էր ռուսական մտադրությունների մասին։ Այստեղ էր մեկ այլ փաստաթուղթ՝ գաղտնի զեկույց, գերմանացի գեներալ Օտո Լիման ֆոն Զանդերսի կողմից, ով հրամանատարել էր թուրքական բանակին դարթանելում, եւ որտեղ նա խոսում էր հայկական խնդրի վերջնական լուծման մասին, որպես անհրաժեշտ քայլ ռուսական սպառնալիքը չեզոքացնելու համար։ Եվ այստեղ էր ամենաանհավատալին՝ մի նամակ գերմանական կանցլեր Բեթման Հոլվեգի անձնական քարտուղարից, որտեղ գրված էր. «Կայսրը տեղեկացված է հայերի տեղահանության մասին եւ համաձայն է, որ սա ներքին թուրքական հարց է, որի մեջ Գերմանիան չպետք է միջամտի, քանի դեռ դա չի վտանգում մեր ռազմական գործողությունների հաջողությունը արևելյան ճակատում»։ Հովհաննիսյանը կարդաց այդ նախադասությունը 3 անգամ, համոզվելու համար, որ ճիշտ է հասկանում։ Գերմանական կայսրությունը բարձրագույն մակարդակում գիտեր ցեղասպանության մասին իրական ժամանակում, ունեցել էր իշխանություն կանգնեցնել այն, քանզի Օսմանյան կայսրությունը կախված էր գերմանական զինվորական օգնությունից, բայց ընտրել էր չանել դա, որովհետև հայերի ճակատագիրը համարվել է երկրորդական համեմատած ռուսների դեմ պայքարի հետ։ Սա ավելին էր, քան պարզապես պատմական փաստ,
Սա քրեական հանցագործության փաստաթուղթ էր, որը ցույց էր տալիս Գերմանիայի համահանցավորությունը ցեղասպանության մեջ։ Եվ եթե այդ փաստաթղթերը հրապարակվեին, դրանք կկործանեին այն պաշտպանական դիրքը, որը Գերմանիան պահպանել էր տասնամյակներ շարունակ, թե իրենք չգիտեին լրիվ չափով, թե իրենք չկարող էին կանգնեցնել դաշնակցին։ Կուրտը նայեց Հովհաննիսյանի երեսին եւ տեսավ այնտեղ այն, ինչ սպասում էր տեսնել. շոկ, զայրույթ, բայց նաեւ ռեզոլյուցիա։ Այժմ դուք հասկանում եք, թե ինչու իմ պապը լռեց, ասաց Կուրտը։ Նա գիտեր, որ եթե այս փաստաթղթերը հրապարակվեին 1920-րդ թվականներին, դա կարող էր վերսկսել պատերազմը, կարող էր բերել նոր կոտորածների։ Նա վախենում էր, որ ճշմարտությունը կարող է սպանել ավելի շատ մարդկանց, քան լուռությունը։ Բայց այժմ ժամանակները փոխվել են։ Պատերազմներն ավարտվել են, սերունդները մահացել են, եւ կարծես թե պատմությունը հասունացել է ճշմարտության համար։ Բայց արդյոք իսկապես այդպես է։ Արդյոք աշխարհը պատրաստ է լսել, որ Եվրոպան, որը այսօր քարոզում է մարդու իրավունքները, նույն Եվրոպան 1915-ին նստեց եւ թույլ տվեց 1.5 միլիոն հոգու մահը քաղաքական հաշվարկների հիման վրա։ Հովհաննիսյանը չգիտեր, թե ինչ պատասխանել այդ հարցին, որովհետև նա գիտեր, որ պատասխանը բարդ էր։ Բայց նա նաև գիտեր մի այլ բան, որ լռությունը, նույնիսկ եթե այն արդարացված էր վախով կամ զգուշությամբ, վերջին հաշվով դառնում էր համահանցավորության ձև։ Ես չեմ կարող պատասխանել, թե արդյոք աշխարհը պատրաստ է, ասաց Հովհաննիսյանը, եւ նրա ձայնը հնչեց որոշակի, չնայած ֆիզիկական թուլությանը։ Բայց ես գիտեմ, որ եթե մենք շարունակենք սպասել ճիշտ պահին, այդ պահը երբեք չի գալիս։ Ճշմարտությունը երբեք հարմար չէ, երբեք անվտանգ չէ, երբեք պատրաստ չէ։ Բայց լռությունը, որը կուտակվում է տասնամյակներ շարունակ, դառնում է իր սեփական ճշմարտությունը, կեղծ ճշմարտություն, որը թույլ է տալիս մարդկանց ապրել հարմարավետ սուտի մեջ։ Եվ ես չեմ ցանկանում մեռնել գիտենալով, որ ունեի այս փաստաթղթերը եւ չօգտագործեցի դրանք։ Կուրտը կարճ ժամանակ մտածեց, հետո բացեց իր պահարանը եւս մեկ անգամ եւ հանեց թղթաթղթակից պատրաստված տուփ։ Վերցրեք սրանք, ասաց նա։ Դրանք լուսապատճեններ են, բայց դրանք իրական են։ Ես չեմ կարող տալ ձեզ բնօրինակները, որովհետև դրանք պատկանում են իմ ընտանիքին, բայց լուսապատճենները բավական են ցանկացած մասնագետի համար հաստատելու դրանց իսկությունն։ Եվ եթե դուք մեռնեք նախքան դրանք հրապարակելը, գոնե դուք կթողնեք հետքը, որ ինչ-որ մեկը կարող է հետևել ապագայում։ Հովհաննիսյանը վերցրեց տուփը, զգաց դրա ծանրությունը ձեռքերում, եւ ինչ-որ կերպ այդ ֆիզիկական ծանրությունը խորհրդանշում էր ստանձնած պատասխանատվության բեռը։ Նա գիտեր, որ այդ պահից սկսած նա այլևս դեսպան չէր միայն, այլ դարձել էր վկա, պահակ, մի մարդ, ով կրում էր գիտելիք, որը կարող էր փոխել պատմությունը, բայց որը նաև դարձրել էր նրան թիրախ նրանց համար, ովքեր ցանկանում էին, որ այդ պատմությունը երբեք չփոխվի։ Երբ նա հեռացավ Կրոյցբերգի այդ պահեստից, երեկոյան խավարի մեջ, տուփը թաքցրած իր դեսպանական պայուսակի մեջ, նա զգաց, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Նա դարձավ մի անգամ, փորձելով տեսնել, բայց փողոցը դատարկ էր, միայն հին լապտերների լույսը եւ հեռվից անցնող մեքենաների ձայները։ Բայց զգացումը չանցավ, եւ նա գիտեր, որ դա վախի պարանոյա չէր, այլ տրամաբանական եզրակացություն, երբ դու կրում ես այն, ինչը չպետք է կրես։ Ինչ որ մեկը միշտ դիտում է։ Արդյոք Հովհաննիսյանը վախենում էր այդ պահին։ Հավանաբար այո, բայց ավելի շատ նա զգում էր որոշակիություն, որ նա արել է ճիշտ ընտրությունը, որ նա արդարացրել էր իր գոյությունը այս երկրում, այս պաշտոնում, այս վերջին ամիսներում, որոնք մնացել էին նրան։ Բայց նա չգիտեր դեռ, որ այդ ընտրությունը արդեն սկսել էր ունենալ հետևանքներ, որ գաղտնի զեկույցներ արդեն ուղարկվում էին Երևան, Բերլին, Անկարա, Մոսկվա, որ նրա անունը արդեն հնչում էր փակ սենյակներում, որպես խնդիր, որը պետք է լուծել։ Եվ ամենավատն այն էր, որ նա չգիտեր, թե ով էր իսկական հակառակորդը։ Արդյոք դրանք էին օտարները, ովքեր ցանկանում էին թաքցնել ճշմարտությունը, թե սեփականները, ովքեր վախենում էին, որ ճշմարտությունը կվնասի իրենց քաղաքական դիրքերին։ Եվ այս անորոշությունը, այս չիմանալը, թե ում կարող ես վստահել, դա էր ամենամահացու մղձավանջը։ Մղձավանջը, որտեղ թշնամին կարող է լինել ցանկացած մարդ, նույնիսկ այն, ով ժպտում է քեզ հանդիպելիս։ Երբ մարդու մարմինը սկսում է դավաճանել իր կամքին, երբ յուրաքանչյուր ծանր քայլ հիշեցնում է, որ ժամանակը չափվում է ոչ թե օրերով, այլ մնացած ուժերի քանակով։ Երբ հայելու մեջ տեսնում ես արագ ծերացող դեմքը, քաղցկեղը 1915 թվականի փաստաթղթերի վրա խոնարհված գիշերներից ավելի արագ, քան բնությունը թույլ կտար, այդ պահից ուժերի հաշվեկշիռը դառնում է մաթեմատիկական հավասարում։ Որքան ժամանակ է մնացել,
Եվ արդյոք այն բավական է ավարտելու այն, ինչի համար եկար։ Հուլիսի առաջին օրերին Վահան Հովհաննիսյանը նստած էր դեսպանատան բժշկական սենյակում, եւ գերմանացի բժիշկը նայում էր վերջին անալիզների արդյունքներին այնպիսի լռությամբ, որը ավելի ուժեղ էր խոսում, քան ցանկացած բառ։ «Պարոն դեսպան», սկսեց բժիշկը, եւ նրա ձայնը կրում էր պրոֆեսիոնալ հեռավորության եւ մարդկային կարեկցանքի տարօրինակ խառնուրդը։ «Ես պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ։ Հիվանդության առաջընթացը ավելի արագ է, քան ակնկալում էինք։ Քիմիաթերապիան, որին դուք համաձայնեցիք 3 ամիս առաջ, տվել է ժամանակավոր արդյունք, բայց այժմ տեսնում ենք նոր օջախներ, որոնք տարածվել են ավելի լայն։ Ես խստորեն խորհուրդ եմ տալիս ստացիոնար բուժում, ագրեսիվ թերապիայով, եւ անկեղծ ասած պետք է դադարեցնեք ցանկացած լարվածություն պատճառող աշխատանք, որովհետեւ ստրեսը արագացնում է գործընթացը»։ Հովհաննիսյանը լսում էր այդ բառերը, բայց իր ուղեղը արդեն հաշվարկում էր ուրիշ բան։ Եթե ստացիոնար նշանակում է 1 ամիս անշարժություն, եթե ագրեսիվ թերապիան նշանակում է այնպիսի թուլություն, որ չես կարող կարդալ կամ գրել, ապա ինչպես կկարողանա նա ավարտել այն, ինչ սկսել է։ Նա ճեպ հաշվարկեց։ Կուրտից ստացած փաստաթղթերը դեռ պետք է թարգմանվեն, համեմատվեն այլ աղբյուրների հետ, պատրաստվի գիտական հոդված կամ զեկույց, որը կկարողանա դիմակայել քննադատությանը, որովհետև նա գիտեր, որ հենց փաստաթղթերը հրապարակելը բավական չէ, անհրաժեշտ է ստեղծել համատեքստ, որը կդարձնի դրանք անհերքելի։ Եվ այդ աշխատանքը պահանջում էր ամիսներ, մինչդեռ նրա մարմինը խոսում էր շաբաթների լեզվով։ «Բժիշկ», ասաց նա, եւ նրա ձայնը հնչեց հանգիստ, չնայած ներքին փոթորկին։ «Ես հարգում եմ ձեր խորհուրդը, եւ ես պատրաստ եմ ընդունել թերապիա, բայց ոչ այժմ։ Ինձ անհրաժեշտ են 2 ամիս, ավարտելու մի աշխատանք, որն անավարտ թողնել հնարավոր չէ։ 2 ամիս, հետո ես կտամ ինձ ձեր ձեռքերին ամբողջությամբ»։ Բժիշկը նայեց նրան այնպես, ինչպես նայում են մարդուն, ով ընտրում է վտանգավոր ճանապարհը, գիտակցելով վտանգը։ «Պարոն դեսպան, ես չեմ կարող ստիպել ձեզ, բայց որպես ձեր բժիշկ, պարտավոր եմ ասել, որ 2 ամիս առանց բուժման կարող է նշանակել անդառնալի հետևանքներ։ Դուք կարող եք չունենալ այդ 2 ամիսը»։ Հովհաննիսյանը ժպտաց, եւ դա էր այն հազվագյուտ ժպիտներից, որտեղ խառնված են եւ ցավը, եւ համոզվածությունը։ «Բայց եթե ես չունեմ այդ 2 ամիսը, ապա ինչով է տարբերվում մահանալը հիմա կամ 1 ամիս ավելի ուշ։ Գոնե թող լինի մահ, որը ինչ-որ իմաստ ունի»։ Բժիշկը ոչինչ չպատասխանեց, բայց նրա աչքերում կար հասկացողություն։ Նա տեսել էր այս տեսակի որոշականությունը բազմիցս այն մարդկանց մոտ, ովքեր գիտեն, որ մահը անխուսափելի է, եւ որոշում են, որ ընտրությունը մնում է միայն մեկը, թե ինչպես ապրել մնացած ժամանակը։ Երբ Հովհաննիսյանը դուրս եկավ բժշկական սենյակից եւ բարձրացավ իր աշխատասենյակ, նա զգաց, որ աստիճանները դարձել են լեռ, որ սրտի զարկերը հնչում են գլխում որպես վրդովմունք, որ թոքերը բողոքում են յուրաքանչյուր շնչառության դեմ։ Բայց նա շարունակեց, որովհետև կար մեկ այլ բան, որը ավելի ուժեղ էր, քան ֆիզիկական ցավը, այն զգացումը, որ նա կանգնած է մի սահմանագծի վրա, որտեղ մի կողմում պատմությունը կարող է փոխվել, մյուս կողմում լռության մեջ թաղված մնալ հավիտյան։ Եվ նա ընտրել էր կողմը։ Բայց ֆիզիկական քայքայումը միակը չէր, որ հետապնդում էր նրան։ Նույն օրը երեկոյան, երբ նա փորձում էր կազմակերպել կուրտից ստացած փաստաթղթերը, նրա էլեկտրոնային փոստը ստացավ նամակ, առանց ուղարկողի անվան, միայն անանուն էլեկտրոնային հասցեով։ Թեման գրված էր 1 բառով՝ զգուշացում։ Եվ երբ նա բացեց նամակը, տեսավ միայն 3 նախադասություն գերմաներեն։ «Դուք խաղում եք վտանգավոր խաղ, պարոն դեսպան։ Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ որոշ փաստաթղթեր երբեք չտեսնեն լույսը։ Ձեր առողջական վիճակը փխրուն է, եւ դժբախտ պատահարները տեղի են ունենում անսպասելի»։ Հովհաննիսյանը կարդաց այդ տողերը 3-րդ անգամ, փորձելով որոշել, արդյոք դա պարզապես վախեցնելու փորձ է, թե իրական սպառնալիք։ Բայց այն, ինչը նրան ավելի շատ անհանգստացրեց, տոնայնությունն էր։ Ոչ թե ագրեսիվ, ոչ թե սպառնալի, ոչ թե սպառնալից, այլ գրեթե հոգատար։ Կարծես ինչ-որ մեկը փորձում էր պաշտպանել նրան վտանգից, որը գալիս էր ուրիշ մեկից։ Արդյոք կարող էր լինել, որ նույնիսկ նրա թշնամիների շրջանում կային մարդիկ, ովքեր չէին ցանկանում նրա մահը, այլ միայն նրա լռությունը։ Հովհաննիսյանը ջնջեց նամակը, բայց էկրանի վրա տեքստի հետքը մնում էր նրա հիշողության մեջ, եւ այդ գիշեր նա չքնեց։ Նա նստեց պատուհանի մոտ, նայեց Բերլինի գիշերային լույսերին, այս քաղաքին, որը տեսել էր 2 համաշխարհային պատերազմ, որը թաղել էր միլիոնավոր մարդկանց գաղտնիքները իր հողի տակ, որը վերակառուցվել էր ավերակներից, բայց որը երբեք ամբողջությամբ չէր ընդունել իր պատասխանատվությունը անցյալի հանցագործությունների համար։ Եվ նա մտածեց. արդյոք հնարավոր է, որ մի փոքր երկրի դեսպանը, մի հիվանդ պատմաբանը,
կարող է ստիպել այս հսկա երկիրը, Եվրոպայի ամենաուժեղ տնտեսությունը, դիմակայել իր անցյալին։ Կամ արդյոք սա էր հենց այն ամբարտավանությունը, որը կբերի նրա կործանմանը։ Բայց հետո նա հիշեց Կուրտի պապի պատմությունը, այն մարդուն, ով լռեց ողջ կյանքը եւ մահացավ այդ լռության ծանրության տակ։ Եվ նա գիտեր, որ նա չուզում է նույն ճակատագիրը։ Ավելի լավ է մահանալ խոսելուց, քան ապրել լռությունից։ Երբ արխիվները դառնում են ռազմաճակատ, երբ 100 տարեկան թղթի մի էջը դառնում է քաղաքական զենք, երբ մեռած մարդկանց բառերը սկսում են սպառնալ ապրողներին, այդ պահից դու այլևս պատմաբան չես, դու դառնում ես վտանգ։ Օգոստոսի առաջին շաբաթը Մովանիսյանը կազմակերպեց գաղտնի հանդիպում 3 հայ պատմաբանների հետ, ովքեր ապրում էին Եվրոպայում եւ ովքեր տարիներ շարունակ աշխատել էին ցեղասպանության փաստաթղթավորման նախագծերի վրա։ Նրանք հավաքվեցին ոչ թե դեսպանատանում, այլ Բերլինի Արվարձանում, փոքրիկ ռեստորանի անձնական սենյակում, որտեղ աղմուկը թույլ էր տալիս խոսել առանց վախի, որ լսվելու են։ Հովանիսյանը տարածեց սեղանի վրա Կուրտից ստացած փաստաթղթերի լուսապատճենները, եւ երրորդը պատմաբանները, անուններով Սարգիս, Արմեն եւ Նարե, սկսեցին ուսումնասիրել դրանք այնպիսի ինտենսիվությամբ, որը բնորոշ է մարդկանց, ովքեր գիտեն, որ նայում են պատմության վրա, որը կարող է գրվել նորից։ Սարգիսը, ով աշխատում էր Փարիզի արխիվներում եւ համարվում էր Լեպսիուսի մասնագետ, առաջինը խոսեց։ Այս ձեռագիրը համապատասխանում է Լեպսիուսի սովորական ոճին։ Տարատեսակը նույնն է, որը տեսնում ենք նրա հայտնի թղթապանակներում 1920 թվականից։ Բայց այն, ինչը ավելի կարևոր է, այս հեռագիրը պարունակում է հղումներ կոնկրետ անձանց, որոնց անունները հաստատված են այլ աղբյուրներից։ Օտտո Լիման ֆոն Զանդերսը, գեներալ Բրոնսարդ ֆոն Շելենդորֆը, դեսպան Վանգենհեյմը։ Բոլորն էլ դրանք իրական մարդիկ են, ում դերը գերմանա-օսմանյան դաշինքում փաստաթղթավորված է։ Բայց այստեղ կա մեկ անուն, որը ես երբեք չեմ տեսել նախկինում։ Գնդապետ Էրնեստ Շվարցը, որին նշում են որպես հատուկ կապ Էնվեր Փաշայի եւ Բերլինի միջև։ Եթե այս մարդը իրականում գոյություն է ունեցել, եւ եթե նա եղել է այն ալիքը, որը փոխանցում էր տեղեկատվությունը երկու ուղղություններով, ապա նա հիմնական վկան է գերմանական համահանցավորության մեջ։ Արմենը, ով մասնագիտացած էր օսմանյան արխիվներում եւ ով խոսում էր թուրքերեն եւ օսմաներեն, ավելացրեց. Ես ուսումնասիրել եմ թուրքական զինվորական փաստաթղթերը 1915 թվականից եւ կա մի մանրամասն, որը միշտ անհասկանալի էր։ Տեղահանության հրամանները, որոնք տրվել են Թալյատ Փաշայի կողմից, ուներ այնպիսի լոգիստիկ ճշգրտություն, երկաթուղային երթուղիներ, ժամանակացույցեր, ռեսուրսների բաշխում, որը չէր համապատասխանում օսմանյան բյուրոկրատիայի սովորական քաոսին։ Շատերս կասկածում էինք, որ այնտեղ եղել է գերմանական խորհրդատվություն, բայց ուղղակի ապացույցներ երբեք չենք գտել։ Բայց եթե այս փաստաթղթերը ճիշտ են, եթե գերմանացի սպաները մասնակցել են ոչ միայն ռազմական ռազմավարության, այլև քաղաքացիական բնակչության տեղահանության պլանավորմանը, դա փոխում է ամեն ինչ։ Դա նշանակում է, որ ցեղասպանությունը եղել է ոչ թե սպոնտան բռնություն, այլ ռազմավարորեն պլանավորված օպերացիա գերմանական մասնակցությամբ։ Նարեն, ով ամենաերիտասարդն էր եւ ով աշխատում էր մարդու իրավունքների եվրոպական դատարանի արխիվում, նայեց Հովանիսյանի աչքերի մեջ եւ հարցրեց այն հարցը, որը բոլորը մտածում էին, բայց վախենում էին հնչեցնել։ Պարոն դեսպան, դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում այս փաստաթղթերը հրապարակել։ Սա ոչ թե պարզապես պատմագիտական հայտնագործություն է, սա քաղաքական ցունամի է։ Գերմանիան պետք է ճանաչի իր համահանցավորությունը։ Թուրքիան կօգտագործի սա որպես ապացույց, որ եթե նույնիսկ Գերմանիան մեղավոր է, ապա ցեղասպանությունը եղել է բոլորի պատերազմական հանցագործություն, ոչ թե թուրքական հատուկ պատասխանատվություն։ Ռուսաստանը, եթե այստեղ նշված տեղեկատվությունը ռուսական լրտեսության մասին ճիշտ է, կհերքի եւ կմեղադրի թե ձեզ, թե արխիվների կեղծման մեջ։ Եվ Հայաստանի կառավարությունը, որը հենց հիմա փորձում է հավասարակշռել Մոսկվայի եւ Արևմուտքի միջև, կլինի ճնշման տակ բոլոր կողմերից։ Արդյոք դուք պատրաստ եք դիմակայել այդ բոլորին։ Եվ ավելի կարևորը, արդյոք Երևանը կդիմակայի ձեզ, թե կկենտրոնանա անջատվել ձեզանից, որպես անկախ ակադեմիական նախաձեռնություն։ Հովանիսյանը լռեց երկար ժամանակ, եւ այդ լռությունը լիքն էր ոչ թե երկմտանքով, այլ ծանրորությամբ ընդունելու այն, ինչ նա արդեն գիտեր։ Հետո նա խոսեց, եւ նրա ձայնը հնչեց ավելի թույլ, բայց ավելի հաստատակամ, քան նախկինում։ Ես գիտեմ բոլոր հետևանքները, եւ ես ընդունում եմ դրանք, բայց ես նաեւ գիտեմ մեկ այլ բան. եթե ես չանեմ սա հիմա, եթե մենք չանենք սա հիմա, ապա երբ։ Մենք սպասել ենք 100 տարի, եւ յուրաքանչյուր սերունդ ասել է՝ դեռ ժամանակը չէ, քաղաքական պայմանները հարմար չեն, պետք է ավելի շատ ապացույցներ։ Բայց ապացույցները միշտ էլ եղել են, միայն թե ոմանք ընտրել են չտեսնել դրանք։
Եվ ժամանակը երբեք հարմար չի լինի, որովհետև ճշմարտությունը միշտ անհարմար է իշխանությունների համար։ Ես մեռնում եմ, եւ ես գիտեմ դա ավելի լավ, քան դուք կարծում եք։ Բժիշկներն ինձ տվել են ամիսներ, ոչ թե տարիներ։ Եվ ես չեմ ուզում մեռնել իմանալով, որ ես ունեի այս փաստաթղթերը եւ դրանք թաղեցի հետս։ Իսկ Երևանի վերաբերյալ, ես այլևս չեմ սպասում նրանց թույլտվությանը։ Ես կանեմ սա որպես պատմաբան, որպես հայ, որպես մարդ, ոչ թե որպես դեսպան։ Այդ խոսքերից հետո սենյակում տիրեց լռություն, որը պարունակում էր եւ հարգանք, եւ վախ, եւ համերաշխություն։ Սարգիսն առաջինը ձեռք մեկնեց։ Ապա մենք ձեզ հետ ենք։ Մենք կօգնենք թարգմանել, համեմատել աղբյուրները, պատրաստել փաստաթղթավորումը, բայց մենք պետք է արագ գործենք, որովհետև եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ դուք պատրաստվում եք հրապարակման, նրանք կանեն ամեն ինչ կանխելու դա։ Արմենը ավելացրեց. Եվ մենք պետք է լինենք շատ զգույշ։ Ոչ էլեկտրոնային փոստով, ոչ հեռախոսով։ Միայն անձնական հանդիպումներ, միայն ֆիզիկական փաստաթղթեր։ Եվ մենք պետք է ունենանք պահուստային պատճեններ տարբեր վայրերում, որպեսզի եթե մեկը կործանվի, մյուսները մնան։ Նարեն նայեց Հովհաննիսյանին եւ ասաց մի բան, որը հնչում էր ավելի շատ որպես ընկերոջ խորհուրդ, քան կոլեգայի։ Եվ դուք պետք է խոստանաք մեզ, որ կփորձեք ապրել բավականաչափ երկար, տեսնելու թե ինչպես է սա փոխում պատմությունը։ Ձեր մահը նախքան հրապարացումը կարող է վերածվել մեծ գաղտնիքը, որը մեռավ նրա հետ, եւ մենք չենք ուզում դա։ Մենք ուզում ենք, որ դուք տեսնեք, թե ինչպես է աշխարհը ստիպված ճանաչել ճշմարտությունը։ Հովհաննիսյանը ժպտաց, եւ այդ ժպիտում կար եւ երախտագիտություն, եւ մեղմ հեգնանք ճակատագրի հանդեպ։ Ես կփորձեմ, բայց ես չեմ խոստանում։ Քաղցկեղը ունի սեփական ժամանակացույցը, եւ այն չի հետևում մեր պլանները։ Բայց ես խոստանում եմ մեկ այլ բան. եթե ես զգամ, որ ավարտը մոտենում է, ես կարտոնագրեմ ամեն ինչ, ինչ գիտեմ, վիդեոով, ձայնագրությամբ, գրավոր ցուցմունքներով։ Եվ այդ ցուցմունքները կմնան ձեզ մոտ, որpիսի նույնիսկ եթե ես չեմ կարողանա տեսնել վերջնական արդյունքը, դուք կարողանաք շարունակել։ Եվ այդպես, այդ օգոստոսյան երեկո Բերլինի Արվարձանի այդ փոքրիկ սենյակում երրորդը պատմաբանները եւ մեկ մահացող դեսպանը կապեցին իրենց ճակատագիրները մի առաքելության, որը գերազանցում էր նրանցից յուրաքանչյուրին, որը խոսում էր մարդկանց մասին, ովքեր չէին կարող այլևս խոսել իրենց անունով։ Երբ մարդու մարմինը դառնում է թշնամի, երբ յուրաքանչյուր օր սկսվում է հարցով. արդյոք այսօր կարող եմ կանգնել, կարող եմ մտածել, կարող եմ գրել, երբ ցավազրկողները դառնում են առօրյա ընկերները եւ դեռ ցավը ավելի ուժեղ է, քան դեղերը, այդ պահին մարդու կյանքը չափվում է ոչ թե կենսական ֆունկցիաների պահպանմամբ, այլ այն հարցով, ինչ ժամանակ ունես դեռ ավարտելու այն, ինչը կմնա քեզանից հետո։ Սեպտեմբերի միջին Հովհաննիսյանը արթնացավ որպես սովորական, քրտինքով ներխոշոր, թոքերում այրող զգացողությամբ, եւ երբ փորձեց կանգնել, սենյակը պտտվեց այնպես, որ ստիպված եղավ բռնվել մահճակալի եզրից։ Սպասարկուն Գրետան, ով արդեն վաղուց սովորել էր եկել առավոտները առանց զանգահարելու, մտավ սենյակ եւ տեսնելով նրա վիճակը, անմիջապես կանչեց դեսպանատան բժշկին։ Բժիշկը երբ ժամանեց, չթաքցրեց իր անհանգստությունը։ Պարոն դեսպան, ձեր օրգանիզմը սպառված է։ Դուք պետք է անմիջապես ունենաք հոսպիտալացում, այլապես ես չեմ կարող երաշխավորել, որ դուք կապրեք մինչև շաբաթվա վերջ։ Բայց Հովհաննիսյանը ուներ մի այլ ճնշող մտահոգություն։ Նա պետք է հանդիպեր Սարգիսի, Արմենի եւ Նարեի հետ հենց այդ երեկո, որպեսզի վերջնականացնեն փաստաթղթերի ամփոփ զեկույցը, որը նրանք 30 օր աշխատել էին պատրաստել։ Զեկույցը պարունակում էր 35 էջ, 7 լրիվ թարգմանված փաստաթուղթ, համեմատական վերլուծություն 6 այլ արխիվային աղբյուրների հետ եւ ամենակարևորը իրավական եզրակացություն, որը ցույց էր տալիս, որ Գերմանիան կարող է դիտարկվել համահանցագործ ցեղասպանության մեջ, ըստ 2001 թվականի միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահմանման։ Եթե այդ զեկույցը չավարտվեր հիմա, եթե Հովհաննիսյանը հոսպիտալացվեր, նա գիտեր, որ կարող է երբեք չվերադառնալ այն ավարտելու համար։ Բժիշկ, ասաց նա, եւ նրա ձայնը հնչեց որպես շշուկ։ Տվեք ինձ ինտրավենային դեղամիջոց։ Մի բան, որը կկարողանա պահպանել ինձ գործուն 6 ժամ։ Ես գիտեմ, որ դա վտանգավոր է, բայց ես պատրաստ եմ ռիսկի։ 6 ժամ, եւ հետո դուք կարող եք տանել ինձ որտեղ ուզում եք։ Բժիշկը նայեց նրան այնպես, ինչպես նայում են մարդուն, ով պատրաստվում է վերջին կամքի գործադրմանը։ Նա գիտեր, որ պրոֆեսիոնալ էթիկան պահանջում էր մերժել, բայց նա նաև տեսնում էր այդ ամուր որոշումը, որը ավելի ուժեղ էր, քան ցանկացած բժշկական հրաման։ Նա սկսեց պատրաստել ներարկումը, կորտիկոստերոիդներ եւ ցավա եւ գինը կլինի բարձր։ Հանդիպումը տեղի ունեցավ Հրանտի տանը,
այնտեղ, որտեղ նախկինում Հովհաննիսյանը ստացել էր փողոցի արխիվի հասցեն։ Ծերունին էլ տեղի ունեցավ հանդիպմանը, եւ երբ տեսավ Հովհաննիսյանի երեսը, անաղարտ սպիտակ, աչքերը խորը փոս թվացող, շարժումները դանդաղեցված, նա հասկացավ, որ դա վերջին հանդիպումներից մեկն է։ Սարգիսը բացեց զեկույցը, եւ նրանք 6 ժամվա ընթացքում քննարկեցին յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր եզրակացություն, յուրաքանչյուր հեչուր հնարավոր քննադատություն, որը կարող էր գալ ակադեմիական կամ քաղաքական ճամբարներից։ Հովհաննիսյանը, չնայած ֆիզիկական թուլացմանը, մտավ վիճակ, որտեղ նրա միտքը աշխատում էր պարզությամբ, որը կարծես վերջին շնչառությունների կենտրոնացման էր արդյունք։ Նա ուղղեց մի քանի ձևակերպումներ, առաջարկեց ավելի ուժեղ իրավական լեզու, պնդեց, որ զեկույցի վերջում պետք է լինի անձնական խոսք, ոչ թե որպես ակադեմիկոս, այլ որպես հայ, որպես վկա, որպես սերնդի ներկայացուցիչ, որը խոսում է դեռ անլսված ձայներով։ Երբ զեկույցը վերջնականացվեց, երբ բոլորը ստորագրեցին այն որպես համահեղինակներ, երբ որոշվեց, որ առաջին հրապարակումը կլինի միջազգային պատմագիտական ամսագրում եւ միաժամանակ հայտարարություն հետազոտության արդյունքների մասին, Բերլինում ծպտյալ մամուլի ասուլիսում Հովհաննիսյանը զգաց, որ տված էներգիան սպառվում է։ Նա փորձեց կանգնել, բայց ոտքերը հնազանդվեցին եւ նա անկավ հետ բազմոցին։ Սարգիսը անմիջապես կանչեց շտապ օգնություն, բայց Հովհաննիսյանը բռնեց նրա ձեռքից եւ շշուկով ասաց. «Ոչ շտապ օգնություն դեսպանատուն, ոչ այնտեղ։ Տարեք ինձ շարիտե կլինիկա, բայց ոչ որպես դեսպան, որպես անանուն հիվանդ։ Ես չեմ ուզում, որ Երևանը իմանա, թե որտեղ եմ, մինչև զեկույցը հրապարակվի։ Եթե նրանք իմանան, նրանք կկարողանան ճնշել, կհրամայեն ինձ դադարեցնել, եւ ես չեմ կարող թույլ տալ դա»։ Հրանտը միջամտեց. «Ես ունեմ մի քանի կապեր շարիտե կլինիկայում, գիտեմ բժշկի, ով կարող է հիվանդացնել դες առանց պաշտոնական գրանցման, առանց տեղեկացնել դեսպանատունը։ Բայց դուք պետք է հասկանաք, եթե ձեր վիճակը սրվի, եթե դուք կարիք ունենաք լուրջ միջամտության, նրանք պարտավոր կլինեն տեղեկացնել իշխանություններին։ Դուք գնում եք ռիսկի, որ կարող եք մեռնել անանուն մահճակալում, առանց դեսպանատան պաշտպանության, առանց ընտանիքի»։ Հովհաննիսյանը փակեց աչքերը մի վայրկյան, եւ երբ բացեց դրանք, այնտեղ կար պարզություն, որը գալիս է, երբ մարդը արդեն ընտրել է, եւ ընտրությունը անդառնալի է։ Ես գնում եմ այդ ռիսկին։ Ավելի լավ է մեռնել անանուն, բայց իմանալով, որ ճշմարտությունը կապրի, քան մեռնել որպես դեսպան, բայց իմանալով, որ ճշմարտությունը թաղվեց հետս։ Նարեն, ով մինչև այդ պահը լռում էր, մոտեցավ Հովհաննիսյանին եւ ծունկի եկավ նրա առջև։ Նրա աչքերում արցունքներ էին, բայց նա դրանք թույլ չտվեց թափվել։ Պարոն դեսպան, դուք ինձ սովորեցրել եք, որ պատմությունը գրվում է ոչ թե հաղթողների կողմից, այլ վկաների կողմից, ովքեր համարձակություն ունեն խոսել, երբ լռելը ավելի հարմար է։ Դուք վկա եք, եւ մենք խոստանում ենք, որ ձեր վկայությունը չքչնայանա։ Եթե դուք չեք կարողանա տեսնել զեկույցի հրապարակումը, մենք կտեսնենք այն ձեր անունից։ Եթե դուք չեք կարողանա կանգնել մամուլի ասուլիսում, մենք կկանգնենք եւ կասենք, որ դա Վահան Հովհաննիսյանի հետազոտությունն է, որը նա կատարեց իր վերջին ամիսներին, երբ մահը արդեն դնել էր ձեռքը նրա ուսին, բայց նա ընտրեց ապրել ավելի երկար, քան մարմինը թույլ էր տալիս, ավարտելու այն, ինչը չէր ավարտվել 100 տարի։ Հովհաննիսյանը դիպավ Նարեի ձեռքին, եւ այդ հպումը պարունակում էր ավելին, քան 1000 բառ կարող էին արտահայտել։ Հետո շտապ օգնության մեքենան տարավ նրան դեպի շարիտե կլինիկա, մութ Բերլինի փողոցներով, եւ նա նայեց պատուհանից դուրս։ Այս քաղաքը, որտեղ նա ապրել էր իր վերջին ամիսները, այս քաղաքը, որը պահում էր այնքան շատ գաղտնիքներ, եւ որտեղից նա բացահայտեց մեկը, որը կարող էր փոխել պատմությունը։ Նա մտածեց. արդյոք նա կապրի բավականաչափ տեսնելու, թե ինչպես է աշխարհը արձագանքում այդ ճշմարտությանը։ Արդյոք նա կլսի այն բառերը. Գերմանիան պաշտոնապես ճանաչեց իր համահանցավորությունը հայոց ցեղասպանության մեջ։ Թե նա կմահանա նախքան այդ պահը, եւ զեկույցը կմնա որպես նրա վերջին խոսքը, որը կկարդան, երբ նրա ձայնը արդեն լռած կլինի։ Բայց մի բան հաստատ էր. նա արել էր այն, ինչը կարող էր։ Նա խոսել էր, երբ լռելը ավելի հարմար էր։ Նա ընտրել էր ճշմարտությունը անվտանգության փոխարեն, եւ այդ ընտրությունը, անկախ արդյունքից, դարձրել էր նրան ոչ թե զոհ, այլ գործող անձ, մարդ, ով չսպասեց, որ պատմությունը փոխվի, այլ փոփջեց փոխել այն իր սեփական ձեռքերով, նույնիսկ երբ այդ ձեռքերը դողում էին հիվանդությունից, նույնիսկ երբ ժամանակը սպառվում էր, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կարծես պատրաստ չէր լսել։ Եվ այդպես, այդ սեպտեմբերյան գիշեր, Բերլինի Շարիտե կլինիկայի անանուն պալատում, Վահան Հովհաննիսյանը մտավ պայքար ոչ թե միայն մահվան դեմ, այլ ժամանակի դեմ։ Պայքար ավարտելու, քանի դեռ կարողանում է շնչել։ Պայքար, որը կորոշեր, արդյոք նա կլինի այն մարդը,
ով փոխեց պատմությունը, թե այն մարդը, ով փորձեց եւ չկարողացավ, բայց փորձելը ինքնին արդեն էր ավելին, քան մեծ մասը մարդկանց երբևէ համարձակվում էր անել։ Երբ մահը դառնում է ոչ թե վախի առարկա, այլ հաշվարկի մաս, երբ յուրաքանչյուր արթնացած առավոտ համարվում է շահած ժամանակ, երբ հոսպիտալային պալատը վերածվում է վերջին ռազմաճակատի, որտեղ պայքարը տանում է ոչ թե զենքով, այլ անավարտ նախադասություններով, անավարտ մտքերով, անավարտ ճշմերով, անավարտ ճշմարտություններով, այդ պահին մարդը այլևս չի ապրում, նա ավարտում է ապրել։ Շարիտե կլինիկայի 5-րդ հարկի 32 համարով պալատում, որտեղ պատուհանից երևում էր շպրե գետը եւ հին շենքերի ծածկերը, որտեղ օդը լցված էր ախտահանիչների հոտով եւ հեռավոր սարքավորումների շշուկով, Վահան Հովհաննիսյանը անցկացրեց իր վերջին 14 օրերը ոչ թե որպես հիվանդ, ով սպասում է մահվան, այլ որպես ատենախոս, ով պատրաստում է վերջին պաշտպանությունը։ Բժիշկները, ովքեր սկզբում մտածում էին, որ նա կապրի գուցե 3 օր, հիանում էին նրա կամքի ուժով, որը պահում էր օրգանիզմը գործող, անկախ բժշկական տրամաբանությունից։ Բայց նրանք չգիտեին, որ այդ կամքը սնվում էր ոչ թե կենսագործունեության պահպանման ինստինկտից, այլ մի հարցից, որը կրկնվում էր նրա գիտակցության մեջ յուրաքանչյուր արթնացած պահ։ Արդյոք զեկույցը արդեն հասել է ճիշտ ձեռքերը։ Արդյոք Սարգիսը, Արմենը եւ Նարեն կարողացան պատրաստել մամուլի ասուլիսը։ Արդյոք եվրոպական լրատվամիջոցները պատրաստ են հրապարակել այն, ինչը տասնամյակներ թաքնված էր։ Հրանտը, ով եղել էր միակ կապը արտաքին աշխարհի հետ, այցելում էր ամեն երկրորդ օր, թաքցնելով իր դեմքի վրա անհանգստությունը, փորձելով երևալ լավատես, բայց նրա աչքերում կար մի ստվեր, որը Հովհաննիսյանը անմիջապես նկատեց։ Հոկտեմբերի 6-ին, երբ Հրանտը մտավ պալատ, իր սովորական ժպիտից զուրկ, Հովհաննիսյանը գիտե, որ ինչ-որ բան տեղի է ունեցել։ Նա սպասեց, մինչև ծերունին նստեց մահճակալի կողքին եւ հետո խոսեց, չնայած ձայնի թուլությանը։ Ասա ինձ ճշմարտությունը, ինչ է տեղի ունեցել։ Հրանտը հանեց իր պայուսակից թերթերի փաթեթ, գերմանական 3 տարբեր օրաթերթեր, եւ բոլորի առաջին էջերում կար մեծ վերնագիր, որը կարդալով Հովհաննիսյանը զգաց, թե ինչպես է սիրտը կանգ առնում մի վայրկյան։ Նոր փաստաթղթեր ցեղասպանության մասին, գերմանական համահանցավորության հետքերով։ Պատմաբանի վերջին հետազոտությունը փոխում է առաջին համաշխարհային պատերազմի պատկերը։ Բերլինի արխիվները բացահայտում են թաքնված էջ Օսմանյան կայսրության հետ դաշինքից։ Լուրը հասել էր մամուլին, զեկույցը արդեն սկսել էր ապրել սեփական կյանքով, եւ աշխարհը պարտավոր էր արձագանքել։ Բայց Հրանտի դեմքի վրա ուրախություն չկար, եւ դա ճնշող էր։ Հովհաննիսյանը սպասեց եւ վերջապես ծերունին խոսեց, եւ նրա ձայնը կրում էր այն ծանրությունը, որը գալիս է, երբ պետք է հաղորդես վատ լուր ծանր հիվանդ մարդուն։ Վահան, լուրը իսկապես հասել է, եւ արձագանքը ուժեղ է, բայց ոչ այնպես, Ինչպես մենք ակնկալում էինք։ Գերմանական արտաքին գործերի նախարարությունը արձակել է հայտարարություն, որտեղ ասում է, որ այդ փաստաթղթերը պետք է ստուգվեն անկախ մասնագետների կողմից, որ դրանք գտնվել են անձնական հավաքածուներում, ոչ թե պաշտոնական արխիվներում, եւ որ մինչև լրիվ վերիֆիկացիան Գերմանիան չի կարող մեկնաբանել դրանց բովանդակությունը։ Թուրքական կողմը արդեն հայտարարել է, որ դրանք կեղծ փաստաթղթեր, նախատեսված Թուրքիայի դեմ քարոզչության համար, եւ պահանջել է, որ Գերմանիան պաշտոնապես հերքի դրանց իսկությունը։ Ռուսական դիվանագիտական կողմը լռում է, բայց անպաշտոնական աղբյուրներից գալիս են հուշումներ, որ Մոսկվան դժգոհ է, որ հետազոտությունը հղում է կատարում ռուսական լրտեսության մասին, առանց համատեքստի։ Եվ ամենավատը, Երևանից եկել է հայտարարություն, որ Վահան Հովհաննիսյանը հրապարակել է այս նյութերը անձնական նախաձեռնությամբ, ոչ թե որպես Հայաստանի դեսպան, եւ որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի վերագրում իրեն պատասխանատվություն այդ հետազոտության բովանդակության համար։ Հովհաննիսյանը լսում էր այս բառերը, եւ յուրաքանչյուր նախադասություն էր որպես հարված, բայց ոչ այնպիսին, որը անսպասելի էր։ Նա գիտեր, որ այդպես կլիներ, նա նախազգուշացրել էր ինքն իրեն, նա պատրաստել էր ինքն իրեն այդ սցենարի համար։ Բայց մի բան էր գիտենալ գլխում, մեկ այլ բան էր լսել այն իրականության մեջ։ Նա փակեց աչքերը մի վայրկյան, եւ երբ բացեց դրանք, այնտեղ կար ոչ թե հիասթափություն, այլ բանը, համոզվածություն, որը գալիս է, երբ մարդը գիտի, որ նա արել է ճիշտ բանը, անկախ արդյունքից։ Հրանտ, ասաց նա, եւ նրա ձայնը հնչեց ավելի ուժեղ, քան ակնկալվում էր։ Ես երբեք չեմ մտածել, որ աշխարհը անմիջապես կընդունի ճշմարտությունը։ Ճշմարտությունը միշտ պետք է պայքարի իր տեղը գրավելու համար։ Բայց կարևորը այն է, որ այն այժմ դուրս է, այն արդեն ապրում է, այն արդեն մտել է հանրային տարածք։ Եվ նույնիսկ եթե Գերմանիան հերքում է, նույնիսկ եթե Թուրքիան ծաղրում է, նույնիսկ եթե Երևանը հեռանում է ինձանից,
փաստաթղթերը մնում են։ Եվ մի օր, գուցե ոչ այսօր, գուցե ոչ վաղը, բայց մի օր, մի սերունդ հետազոտողների կվերադառնա այդ փաստաթղթերին, կստուգի դրանք, կհամեմատի, կհաստատի, եւ այն ժամանակ ճշմարտությունը կդառնա անհերքելի։ Ես արել եմ իմ մասը, ես դրել եմ սերմը, ուրիշները կմշակեն այն։ Հրանտը դիպավ Հովհաննիսյանի ձեռքին, եւ այդ հպպումը պարունակում էր խոր հարգանք եւ ցավ միաժամանակ։ Բայց կա մեկ այլ բան, շարունակեց Հրանտը, եւ նրա ձայնում կար տագնապ։ Սարգիսը, Արմենը եւ Նարեն որոշել են կազմակերպել հանրային քննարկում Բերլինի Հումբոլդտի համալսարանում հոկտեմբերի 15-ին, որտեղ նրանք կկարդան զեկույցը ամբողջությամբ, կներկայացնեն բոլոր փաստաթղթերի օրինակները եւ կպատասխանեն հարցերին։ Նրանք ուզում են, որ դուք այնտեղ լինեք, նույնիսկ եթե ձայնագրված վիդեոով, նույնիսկ եթե պարզապես ձայնային ուղերձով։ Նրանք ասում են, որ ձեր ներկայությունը, նույնիսկ խորհրդանշական, կկարողանա փոխել տոնը քննարկման։ Հովհաննիսյանը մտածեց երկար, եւ յուրաքանչյուր մտքի հետ նա չափում էր ինչպես իր մարմնի մնացած ուժերը, այնպես էլ այն խորհրդանշական նշանակությունը, որը կարող էր ունենալ նրա հանրային ներկայությունը, նույնիսկ վիրտուալ։ Ես կանեմ ավելի լավը, ասաց նա։ Ես կլինեմ այնտեղ անձամբ։ Երբ հիվանդ մարդը որոշում է լքել հոսպիտալային անվտանգության վերջին պաշտպանությունը, երբ բժիշկները զգուշացնում են, որ յուրաքանչյուր քայլ դուրս պալատից կարող է լինել վերջինը, երբ մարմինը բողոքում է ցանկացած շարժման դեմ, բայց կամքը պնդում է, որ պետք է լինել այնտեղ, որտեղ պատմությունը գրվում է իրական ժամանակում, այդ պահին մարդու գոյությունը դառնում է խորհրդանշական ակտ, որը գերազանցում է կենսաբանական սահմանափակումները։ Հոկտեմբերի 13-ին, երբ Հովհաննիսյանը հայտարարեց բժշկին, որ նա լքում է կլինիկան 2 օրով, մասնակցելու համալսարանական քննարկման, բժիշկը նայեց նրան այնպես, ինչպես նայում են մարդուն, ով ընտրում է իր մահվան ժամանակը եւ վայրը։ Պարոն Հովհաննիսյան, ես չեմ կարող ձեզ թույլ տալ սա բժշկական առումով։ Ձեր սիրտը կարող է կանգ առնել ցանկացած պահի։ Ձեր թոքերը չեն ապահովում բավարար թթվածնափոխանակում։ Ձեր երիկամները գործում են 10%-ով։ Եթե դուք լքեք այս պալատը, դուք վերադառնաք բուն հավանականությամբ փակ դագաղանում։ Հովհաննիսյանը լսեց այս բառերը առանց սարսափի, առանց երկմտանքի։ Բժիշկ, ես հարգում եմ ձեր մտահոգությունը, եւ ես գիտակցում եմ ռիսկերը ավելի լավ, քան կարծում եք, բայց ես նաեւ գիտեմ մի այլ բան։ Ես կարող եմ մեռնել այստեղ, այս մահճակալում, շրջապատված սարքավորումներով, որոնք կարող են երկարացնել իմ կենսագործունեությունը մի քանի օրով, բայց ոչ իմ գոյության իմաստը։ Կամ ես կարող եմ մեռնել այնտեղ, այդ դահլիճում, որտեղ մարդիկ կլսեն այն ճշմարտությունը, որի համար ես տվեցի իմ վերջին ամիսները։ Եթե ընտրությունը այդպիսին է, ես ընտրում եմ երկրորդը։ Բժիշկը հեծ կլեց, բայց ոչ նրա անողոք տրամաբանության հանդեպ, այլ հիվանդության անողոք տրամաբանության հանդեպ, որը չի հարգում կամքը, որքան էլ ուժեղ լինի այն։ Ես կարող եմ միայն պատրաստել ձեզ առավելագույն անվտանգությամբ, շարժական թթված մի բալոն, ցավազրկողնի բաշխեղների էմերջենսի պաշար եւ վերակենդանացման խումբ, որը կլինի պատրաստ դահլիճի դուրսում։ Բայց ես նաեւ պետք է ձեր ստորագրությունը մի փաստաթղթի վրա, որտեղ գրված է, որ դուք լքում եք կլինիկան սեփական պատասխանատվությամբ, հակառակ բժշկական խորհրդին։ Հովհաննիսյանը ստորագրեց, եւ այդ ստորագրությունը թևավոր փշրված տառերով էր ավելի շատ որպես խորհրդանիշ, քան իրավական փաստաթուղթ։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան, երբ Հրանտի օգնությամբ նա իջավ շտապ օգնության մեքենայից Հումբոլդտի համալսարանի հին մայ շենքի մոտ, նա տեսավ, որ մուտքի մոտ հավաքվել էր մոտ 200 մարդ։ Լրագրողներ, պատմաբաններ, ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, գերմանացի ակտիվիստներ եւ նույնիսկ մի խումբ թուրք համայնքի անդամներ, ովքեր բարձր բռնել էին պաստառներ «Դադարեցրեք պատմության կեղծումը» ձևակերպումով։ Երբ մարդիկ նկատեցին Հովհաննիսյանին, երբ նրանք տեսան այդ նիհար, թափահար մարմինը, որը գրեթե չէր կանգնում առանց Հրանտի աջակցության, երբ նրանք տեսան այդ դեմքը, որի վրա մահը արդեն դրել էր իր ստվերը, բազմությունը լռեց, աննկատելիորեն, առանց հրամանի, որովհետև կար ինչ-որ բան այդ տեսարանում, որը խոսում էր ավելի ուժեղ, քան ցանկացած խոսք։ Սարգիսը, Արմենը եւ Նարեն սպասում էին մուտքի դռների մոտ, եւ երբ նրանք տեսան Հովհաննիսյանին, նրանց աչքերում կար ցնորք։ Նարեն մոտեցավ առաջինը եւ ձեռք մեկնեց, բայց Հովհաննիսյանը փոխարենը գրկեց նրան, եւ այդ գրկուցումը էր ավելի շատ որպես ինքնատիրանալու միջոց, քան հուզական բարևի արտահայտություն։ Ես հասա, շշուկեց նա, եւ այդ երկու բառերը ամփոփում էին ամեն ինչ՝ պայքարը, ցավը, համոզվածությունը, հաղթանակը։ Նրանք մտան մեծ դահլիճ, որը լցված էր գրեթե լիովին,
Եվ երբ Հովանեսյանը հայտնվեց բեմի վրա նստած աթոռին, որովհետև կանգնելու ուժ չուներ, դահլիճը բուռն ծափահարեց, եւ այդ ծափերը հնչեցին ոչ թե որպես ողջույն, այլ որպես ճանաչում մարդու, ով կանգնած էր իր վերջին հարթակի վրա։ Միկրոֆոնը մոտեցվեց նրան, եւ նա սկսեց խոսել, եւ նրա ձայնը, թեև թույլ, կրում էր ինչ-որ խորհրդավոր հստակություն, որը գալիս է, երբ մարդը գիտի, որ սա վերջին հնարավորությունն է խոսել։ Ես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ այսօր այստեղ եք, սկսեց նա, եւ դահլիճում լռություն տիրեց այնպիսի, որ հնարավոր էր լսել անգամ դրսից եկող փողոցային աղմուկը։ Ես գիտեմ, որ շատերդ եկել են լսելու պատմության մասին, բայց ես ուզում եմ խոսել մի այլ բանի մասին։ Ես ուզում եմ խոսել լռության գնի մասին։ 6 ամիս առաջ, երբ ես եկա Բերլին որպես դեսպան, ես ունեի սովորական դիվանագիտական առաքելություն, բայց ես նաև ուներ այլ բան՝ վերջին հնարավորությունը որպես պատմաբան ուսումնասիրել արխիվները, որոնք տասնամյակներ փակ էին եղել։ Եվ երբ ես սկսեցի փորել, երբ ես սկսեցի հարցնել անհարմար հարցեր, երբ ես գտա փաստաթղթեր, որոնք չպետք է գտնվեին, ես հասկացա, ճշմարտությունը թաքնված է ոչ թե պատահականությամբ, այլ համակարգով։ Հասկացա, որ լռությունը չի եղել պարզապես հիշողության բացը, այլ ակտիվ քաղաքականություն։ Նա դադար առավ, շնչեց խոր եւ թթվածնի բալոնը, որը կցված էր նրա աթոռին, արտադրեց մեղմ շշուկ։ Այսօր մենք ներկայացնում ենք ձեզ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ցեղասպանությունը չի եղել պարզապես Օսմանյան համագործակցությամբ կատարված ողբերգություն։ Այն եղել է գործողություն, որի մասին Գերմանիան գիտեր իրական ժամանակում, որում մասնակցել են գերմանացի զինվորական խորհրդականներ, որը դիտարկվել է Բերլինում որպես ընդունելի զոհ ռուսական ճակատում հաջողության համար։ Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այս բացահայտումը ոչ թե մեղադրանք է գերմանական ժողովրդի դեմ, այլ հարց դեպի բոլոր կառավարությունները, որոնք ընտրում են լռել, երբ խոսելը ավելի ճիշտ է, բայց ավելի անհարմար։ Ես մեռնում եմ, եւ ես գիտեմ դա ավելի լավ, քան դուք կարծում եք։ Բայց ես չեմ մեռնում որպես զոհ, ես մեռնում եմ որպես վկա։ Եվ իմ վերջին խոսքը ձեզ այն է. մի թույլ տաք, որ լռությունը դառնա նորմ։ Մի թույլ տաք, որ հարմարավետությունը դառնա բարոյական ընտրություն։ Ճշմարտությունը միշտ ունի գին, բայց լռությունը ունի ավելի մեծ գին։ Նա ավարտեց, եւ դահլիճը մի քանի վայրկյան կանգնեց լռությունում, հետո ծափահարությունների ալիք բարձրացավ, բայց այն ոչ թե ուրախության, այլ հարգանքի արտահայտություն էր։ Սարգիսը վերցրեց միկրոֆոնը եւ սկսեց ներկայացնել զեկույցը տեխնիկական մասը, փաստաթղթերի աղբյուրները, վերիֆիկացիայի մեթոդները, համեմատական վերլուծությունը։ Եվ երբ նա ցույց տվեց էկրանի վրա Ատո Լիման ֆոն Զենդերսի հեռագրի լուսապաճենը, երբ նա կարդաց բառ առ բառ այն մասը, որտեղ գերմանացի գեներալը նկարագրում էր հայերի տեղահանությունը որպես անհրաժեշտ ռազմավարական միջոց, դահլիճում շատերը շշնջացին։ Ոմանք արտասանեցին հայտարարություններ, եւ թուրք խումբը, որը նստած էր հետին շարքերում, սկսեց բողոքել, բայց ապա գերմանացի պատմաբան պրոֆեսոր Գուստը կանգնեց եւ հարցրեց, թե արդյոք նա կարող է տեսնել բնօրինակը։ Սարգիսը պատասխանեց, որ բնօրինակը գտնվում է անձնական հավաքածուում, բայց լուսապաճենը կարող է ստուգվել մատնահետքերի վերլուծությամբ, եւ որ անկախ մասնագետների հանձնաժողով արդեն հրավիրված է դա անել։ Երբ մարդու մարմինը սահմանն է անցել այն կետը, երբ դեղերը այլևս չեն կարող պահել դրան գործող, երբ թթվածնի բալոնը դառնում է միակ կապը կյանքի հետ, երբ սիրտը զարկում է անկանոն, պատահական, ինչպես վերջին թմբկահարը պարտության դահլիճում, այդ պահին գիտակցությունը կարող է կամ խավարել, կամ փայլել վերջին պայծառությամբ, որը գալիս է, երբ ուղեղը գիտի, որ սա վերջին հնարավորությունն է մտածելու, զգալու, լինելու։ Քննարկումը տևեց 3 ժամ, եւ յուրաքանչյուր ժամ Հովանեսյանի համար էր անթունդ, որի միջով նա քայլում էր ոչ թե վստահությամբ, այլ վերջին կամքի միայնակ հենարանով։ Նա լսում էր Արմենի ներկայացումը թուրքական արխիվների մասին, Նարեի իրավական վերլուծությունը, լսում էր լրագրողների հարցերը, ոմանք ագրեսիվ, ոմանք հետաքրքրված, ոմանք կասկածանք, եւ նա փորձում էր արձագանքել, բայց յուրաքանչյուր անգամ, երբ նա բարձրացնում էր միկրոֆոնը, նա զգում էր, որ ձայնը դառնում է ավելի թույլ, շնչառությունը ավելի դժվար, եւ դահլիճը սկսում էր պտտվել նրա ներսում։ Վերջապես, երբ քննարկումը մոտենում էր ավարտին, երբ մոդերատորը հայտարարեց, որ ժամանակը սպառվել է, Հովանեսյանը բարձրացրեց ձեռքը մեկ վերջին անգամ։ Սարգիսը անհանգստությամբ նայեց նրան, ակնարկելով, որ գուցե ավելի լավ է ոչինչ չխոսել, սակայն Հովանեսյանը ժպտաց, այնպիսի ժպիտով, որը ասում էր. «Թող ինձ ասել վերջին խոսքը»։ Նա խոսեց, եւ նրա ձայնը այսպես էր թույլ, որ տեխնիկական անձնակազմը ստիպված էր առավելագույնի հասցնել միկրոֆոնի ուժգնությունը, եւ դահլիճը ծռվում էր վեր, լսելու յուրաքանչյուր բառը։
Ես ուզում եմ ասել մի բան այն մարդկանց, ովքեր այսօր մեղադրում են մեզ պատմության կեղծման մեջ։ Ես հասկանում եմ ձեր վախը։ Երբ պատմությունը վերագրվում է, երբ նոր փաստեր բացահայտում են աներևույթ մեղավորությունները, դա սարսափելի է, որովհետև կործանում է այն պատկերացումները, որոնց հիման վրա կառուցված է ինքնությունը։ Բայց ես հարցնում եմ ձեզ, արդյոք ավելի լավ է ապրել սուտի մեջ, որը հարմարավետ է, քան ճշմարտության մեջ, որը ցավալի է, բայց որը ազատում է։ Ես մեռնում եմ, եւ ես չունեմ այլևս երկրային շահեր։ Ես չեմ խոսում քաղաքականության, ես չեմ խոսում ռևանշի, ես խոսում եմ հիշողության մասին։ Եվ հիշողությունը պահանջում է ճշմարտություն, նույնիսկ երբ այդ ճշմարտությունը ցավում է։ Նա դադար առավ, եւ այդ դադարը երկարացավ այնքան, որ շատերը մտածեցին նա ավարտեց, բայց հետո նա շարունակեց, եւ նրա ձայնում կար մի բան, որը հնչում էր ոչ թե որպես մարդու, ով մեռնում է, այլ որպես մարդու, ով արդեն անցել է սահմանագիծը, եւ խոսում է մի տարածությունից, որտեղ երկրային վախերն այլևս իմաստ չունեն։ Բայց ես նաեւ ուզում եմ ասել մի բան մեր սեփական կողմին։ Մենք չպետք է օգտագործենք այս փաստաթղթերը որպես վրեժ խնդրության գործիք։ Մենք չպետք է ասենք, տեսնում եք, բոլորը մեղավոր են, այնպես որ մեր ցավը արդարացված է հավերժորեն։ Ոչ։ Մենք պետք է օգտագործենք այս փաստաթղթերը որպես կամուրջ դեպի հաշտություն։ Հաշտություն, որը հիմնված է ճանաչման վրա, ոչ թե ժխտման։ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը։ Գերմանիան պետք է ճանաչի իր համահանցավորությունը։ Ռուսաստանը պետք է բացի իր արխիվները, եւ մենք, հայերս, պետք է ցույց տանք, որ մենք փնտրում ենք ճշմարտություն, ոչ թե վրեժ։ Այդ է միակ ճանապարհը դեպի իրական հաշտություն։